Հարգված մի տղամարդ բացահայտում է ճշմարտություն այն մարդկանց մասին, ում ամենաշատն էր վստահում։ Մի անտեսանելի երիտասարդ աղջիկ դառնում է նրա միակ փրկությունը։ Մի դավադրություն, որը հավերժ կփոխի նրանց կյանքը, պատրաստվում է բացահայտվել։ Նախքան այս անհավանական պատմությունը լսելը, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Վարդան Սահակյանն ուղղեց իր մետաքսե փողկապի հանգույցը, երբ գրասենյակի պատուհանից դիտում էր մայրաքաղաք Երանի Եռուզերը, 52 տարեկանում նա ղեկավարում էր երկրի խոշորագույն շինարարական կոնգլոմերատներից մեկը, նրա ընկերությունը կառուցել էր երկնաքերեր, արտրի կենտրոններ, բնագելի համալիրներ, որոնք փոխել էին քաղաքի դեմքը։ Յուրաքանչյուր ստորագրված պայմանագիր, յուրաքանչյուր հաստատված նախագիծ ներկայացնում էր ոչ միայն շահույթ, այլ հեղինակություն մի հասարակության մեջ, որը պաշտում էր գործարար հաջողությունը։ Ժամացույցը ցույց էր տալիս 18-ը, երբ նա որոշեց ավարտել մեկ արդյունավետ օր, նա միլիոնավոր դոլարների պայմանագիր էր կնքել Գյումրիում նոր արտրային թաղամաս կառուցելու համար, նրա միտքն արդեն պլանավորում էր հաջորդ փուլերը։ Վարդանը միշտ եղել էր բծախնդիր, հաշվենկատ, մեկը, ով ոչինչ պատահականությանը չէր թողնում։ Այս բնավորությունը նրան դարձրել էր իր սոցիալական շրջապատի ամենաազդեցիկ մարդը, ում հարգում էին թե բացառիկ ակումբներում, թե գործարար հանդիպումների ժամանակ։ Տուն գնալու ճանապարհին, վարելով իր ներկրված սեդանը մարդաշատ պողոտաներով, Վարդանը մտորում էր այն մասին, թե որքան առատաձեռն է եղել կյանքը իր հանդեպ, արդեն 15 տարի ամուսնացած լինելով Անահիտի հետ մի նրբագեղ կիրթ կնոջ, ում հանդիպել էր բարեգործական միջոցառման ժամանակ, նա կառուցել էր մի կյանք, որին շատերն էին նախանձում, առանձնատունը քաղաքի ամենաէլիտար թաղամասում Վահագնիում, միջազգային ճամփորդությունները, ընթրիքները կարևոր անձնավորությունների հետ ամեն ինչ թվում էր կատարյալ կազմակերպված։ Անահիտը միշտ եղել էր իդեալական կին իր դիրքի տղամարդու համար։ Ավարտելով Երանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, նա հասկանում էր նրա կարիերայի պահանջները, գիտեր, թե ինչպես վստահ շարժվել գործարար էլիտայի մեջ, նրա ընթրիքները հայտնի էին իրենց նրբաջաշակությամբ, նա երբեք նրան անհարմար վիճակի մեջ չէր դնում սոցիալական միջոցառումների ժամանակ, ընդհակառակը, նրա ներկայությունը միշտ արժեք էր ավելացնում այն կերպարին, որը Վարդանը մշակում էր այդքան խնամքով։ Մեհերը նրա կրտսեր եղբայրը, նույնպես հիմնարար դեր էր խաղում նրա անձնական մասնագիտական կյանքում։ Լինելով ինժեներ, նա ղեկավարում էր ընկերության կարևորագույն նախագծերից մի քանիսը։ Վարդանը միշտ հպարտացել էր, որ կարողացել էր ընտանիքին ներգրավել բիզնեսի մեջ պահպանելով ավանդույթը, որը նա հիմնարար էր համարում։ Մեհերը դրսևորում էր տեխնիկական հմտություն տարիների ընթացքում հավատարիմ էր եղել, ինչը Վարդանը չափազանց բարձր էր գնահատում։ Մտնելով առանձնատան ստորգետնյա ավտոտնակը, Վարդանն իրեն գոհ էր զգում մեկ հաջողված օրվա համար, եռահարկ առանձնատունը հայտնի լանդշաֆտային դիզայներների կողմից նախագծված այգիներով ներկայացնում էր ոչ միայն հարմարավետություն, այլ կարգավիճակ, յուրաքանչյուր մանրուք խնամքով պլանավորված էր այցելուներին տպավորելու սեփականատիրոջ հաջողություն արտացոլելու համար։ Վարդուհին տնային տնտեսուհին, ով աշխատում էր տանը գրեթե 2 տասնամյակ, քաղաքավարի ողջունեց նրան վերցնելով մեքենայի բանալիները։ Նա զուսպ կին էր, իր պարտականությունների մեջ արդյունավետ, ով օրինագելի նվիրումով հոգ էր տանում տան պահպանման մասին։ Վարդանը միշտ նրան համարել էր տան գահույքի մի մասը մեկը, ով լրակյաց կատարում էր իր առաջադրանքները առանց միջամտելու ընտանեկան դինամիկային։ Գոհարը Վարդուհու դուստրը երբեմն հայտնվում էր տանը մորն օգնելու հատուկ միջոցառումների կամ ավելի ծանր մաքրության ժամանակ, 17 տարեկանում նա ամաչկոտ աղջիկ էր, ում Վարդանը հազիվ էր նկատում, նա աշխատում էր զգուշությամբ հավաքելով սպասքը ընթրիքներից հետո կամ դասավորելով ծաղկային հորինվածքները, միշտ մնալով անտեսանելի տերերի աչքի համար։ Վարդանի համար նրա ներկայությունը նույնքան անկարևոր էր, որքան այգեպանների կամ անվտանգության աշխատակիցների ներկայությունը։ Այդ հատուկ երեկոյան Անահիտը մտերիմ ընթրիք էր պատրաստել նշելու նոր պայմանագիրը։ Սեղանը նրբագեղորեն գծված էր գլխավոր ճաշասենյակում թանկարժեք ճենապագյով բյուրեղապագյով, որոնք արտացոլում էին ներկրված ջահի լույսը։ Մեհերն ավելի շուտ էր եկել, արդեն ոգորված զրուցում էր Հարսի հետ այն նախագծի մանրամասների մասին, որը Վարդանը նվաճել էր։ Ընթրիքի ժամանակ զրույցը բնականորեն հոսում էր ընտանեկան մասնագիտական թեմաների միջ։ Անահիտը անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում բիզնեսի նկատմամբ, տալով խելացի հարցեր նոր ձեռնարկության ֆինանսական կենսունակության մասին։ Մեհերը լրացնում էր տեխնիկական դիտարկումներով, ցույց տալով գիտելիքներ այն շինարարական մարտահրավերների մասին, որոնց պետք է բախվեին։ Վարդան իրեն հարմարավետ էր զգում այդ միջավայրում շրջապատված մարդկանցով, ովքեր հասկանում էին իր հավակնությունները, կիսում իր արժեքները։ Այդ երեկո մատուցվող գինին հատուկ տեսակի էր, որը Անահիտը անձամբ էր ընտրել։ Նա միշտ խնամքով էր ընտրում յուրաքանչյուր առիթին համապատասխան ըմպելիքները, մի տաղանդ, որը Վարդանը գնահատում էր։ Կարմիր հեղուկը սահուն հոսում էր բաժակի մեջ, նրա հարուստ համը կատարելապես լրացնում էր անձնական խոհարարի պատրաստած գլխավոր ուտեստը։ Մինչ նրանք կենաց էին խմում նոր նախագծի հաջողության համար, Վարդանը նկատեց ինչ-որ տարբեր բան Անահիտի մեհերի վարքագծում։ Նրանց մեջ կար նուրբ համաձայնություն, արագ հայացքներ, որոնք փոխանակվում էին, երբ նրանք կարծում էին, թե ինքը չի նկատում։ Սկզբում նա դա վերագրեց աշխատանքային ծանր օրվա հոգնածությանը, բայց նրա բնազդը սկսեց արթնացնել մի անհանգստացնող զգացում։ Վարդուհին զգուշորեն շրջում էր սենյակում, հավաքելով դատարկ ափսեները, փոխելով սպասքը ըստ անհրաժեշտության։
Գոհարը լրակյաց օգնում էր նրան շարժվելով ստվերի պես առանձնատան անկյուններով։ Վարդանը նկատեց, որ երիտասարդ աղջիկը նյարդային էր թվում, ավելի լարված, քան սովորաբար, բայց դրան նշանակություն չտվեց, աշխատողները հաճախ էին իրենց անհարմար զգում տերերի ներկայությամբ պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Երբ երեգոն առաջ գնաց, Վարդանը սկսեց անսովոր հոգնածություն զգալ, սկզբում նա կարծեց, թե դա վերջին շաբաթների գերձանրաբեռնված գրաֆիկի արդյունքն է։ Բիզնեսը մշտական ուշադրություն էր պահանջում, նա ավելի քան 1 տարի արձակուրդ չէր գնացել, նրա ֆիզիկական դիմացկունությունը միշտ բացառիկ էր եղել, բայց բոլորն էլ ունեն սահմաններ։ Անահիտը հոգատար անհանգստություն էր ցուցաբերում նրա վիճակի նկատմամբ առաջարկելով, որ նա ավելի շատ հանգստանա մտածի որոշ պարտականություններ պատվիրակելու մասին։ Մեհերը համաձայնում էր պնդելով, որ ընկերությունը բավականաչափ կայացած է, որպեսզի թույլ տա Վարդանին դանդաղեցնել աշխատանքի տեմպը։ Երկուսն էլ թվում էր, թե անգեղծորեն անհանգստացած են նրա բարեկեցությամբ, ինչը ջերմացրեց Վարդանի սիրտը։ Հաջորդ շաբաթների ընթացքում հոգնածության ախտանիշները ուժեղացան։ Վարդանը սկսեց կենտրոնացման դժվարություններ ունենալ կարևոր հանդիպումների ժամանակ, մոռացկոտության պահեր, որոնք նախկինում երբեք չէր ունեցել, կողմնորոշման մշտական գորուստ, Անահիտը պնդում էր, որ նա դիմի բժշկի ցուցաբերելով նվիրվածություն, որը նա մեկնաբանում էր որպես ամուսնական սեր։ Մեհերը նույնպես անհանգստություն էր հայտնում առաջարկելով, որ գուցե ժամանակն է, որ Վարդանը մտածի բիզնեսից ժամանակավորապես հեռանալու մասին։ Ընկերությունը ձաղկում էր, դադարը թույլ կտար նրան լիովին վերականգնել իր կենսունակությունը։ Վարդանը դիմադրում էր այդ մտքին, բայց սկսում էր մտածել, որ գուցե իրեն իսկապես հանգստի շրջան է պետք։ Հենց այդ վատառողջության երեգոներից մեկի ժամանակ էր, որ Գոհարը կայացրեց մի որոշում, որը կփոխեր ամեն ինչ։ Նա տարօրինակ շարժումներ էր նկատել խոհանոցում, շուկով խոսակցություններ Անահիտի մեհերի միջ, երբ Վարդանը ներկա չէր, փոքր մանրամասներ, որոնք նրա լուր դիտորդի ուշադրությունը որսացել էր, ինչ որ բան այն չէր, նա գիտեր, որ պետք է գործել։ Վարդանը երբեք չէր պատկերացնի, որ իր փրկությունը կգա այն երիտասարդ աղջկանից, ում ինքը համարում էր անտեսանելի, Գոհարը որոշել էր խզել իր լռությունը, նույնիսկ իմանալով, որ դա կարող է կործանել իր մոր կյանքը։ Այն, ինչ նա պատրաստվում էր բացահայտել, կփոխեր բոլոր ներգրավվածների գոյությունը բացահայտելով ճշմարտություններ, որոնք թաքցված էին ամիսներ շարունակ։ Այն գիշերը, երբ ամեն ինչ փոխվեց, սկսվեց ինչպես ցանկացած այլ գիշեր։ Վարդանը վերադարձել էր գրասենյակից իրեն զգալով հատկապես թույլ, առաջին անգամ ընդունելով, որ գուցե մասնագիտական բժշկական օգնության գարիք ունի։ Անահիտն ու Մեհերը սպասում էին նրան ջերմ ժպիտներով պատրաստված մեկ երեգոյի, որը մագերեսորեն թվում էր կատարյալ նորմալ, բայց որը թաքցնում էր կործանարար բացահայտումներ։ Բացահայտումը տեղի ունեցավ մի սովորական երեգո, երբ Գոհարը մնաց առանձնատանը սովորական ժամից ուշ օգնելու մորը գործարար ընթրիքից հետո մաքրության հարցում։ Անահիտը Վարդուհուն շուտ էր տուն ուղարկել պնդելով, որ ինքը կավարտի կազմակերպչական վերջին մանրամասները։ Գոհարը, սակայն, մոռացել էր իր պայուսակը ներքի հարկում լուր վերադարձավ այն վերցնելու։ Հենց այդ ժամանակ նա լսեց ձայներ, որոնք գալիս էին Վարդանի անձնական գրասենյակից, Անահիտն ու Մեհերը խոսում էին ցածր ձայնով, բայց սպասարկման միջանցքի ակուստիկան թույլ էր տալիս, որ նրանց բարերը հստակ հասնեին երիտասարդ աղջկա ականջին։ Այն, ինչ նա լսեց, սարեցրեց նրա արյունը երակներում։ Դեղաչափը կատարյալ է աշխատում, շշնջաց Անահիտը մի սառը գոհունակությամբ, որը Գոհարը նախկինում երբեք չէր նկատել։ Նա գնալով ավելի շփոթված է դառնում, ավելի գախյալ, ախտանիշները հենց այնպիսին են, ինչպիսին բժիշկն ասել էր, որ կլինեն։ Մեհերը պատասխանում էր նույն սառնությամբ։ Հոգեբուժական զեկույցն արդեն պատրաստվում է։ Մի քանի շաբաթից մենք կունենանք բավարար փաստաթղթեր նրան անգործունակ ճանաչելու համար։ Վարդանը կհայտարարվի անընդունակ սեփական գործերը ղեկավարելու համար։ Գոհարը զգում էր իր ոտքերի դողը, երբ մշակում էր այդ բառերի իմաստը, նրանք համակարգված կերպով թունավորում էին Վարդանին մանիպուլյացիայի ենթարկելով նրա ֆիզիկական հոգեկան վիճակը նրա ունեցվածքին տիրանալու համար։ Այն նյութը, որը նրանք ավելացնում էին նրա ըմբելիքների մեջ, առաջացնում էր այն ախտանիշները, որոնք նա զարգացրել էր վերջին շաբաթների ընթացքում։ Փաստաբանը հավաստիացրեց, որ գործընթացը արագ կլինի, շարունակեց Անահիտը, երբ Վարդանը տեղափոխվի հոգեբուժական բուժման, մենք կունենանք օրինական լիազորագիր բոլոր ակտիվների նկատմամբ, ընկերությունը, սեփականությունները, բանկային հաշիվները ամեն ինչ կլինի մեր կառավարման տակ։ Երիտասարդ աղջիկը անշարժ մնաց միջանցքում վախենալով, որ ցանկացած շարժում կարող է մատնել իր ներկայությունը։ Յուրաքանչյուր բառ բացահայտում էր մանրակրկիտ պլանավորված դավադրության լրացուցիչ շերտեր։ Դա հանկարծակի մղում չէր, այլ ամիսներ, գուցե տարիներ շարունակ մշակված սխեմա։ Մեհերը մանրամասնում էր պլանի տեխնիկական կողմերը։ Կարորը անհանգստացած տպավորություն թողնելն է։ Մենք կշարունակենք առաջարկել, որ նա բժշկական օգնություն փնտրի ցույց տալով, որ մենք պատասխանատու հարազատներ ենք, երբ հոգեբուժարան տեղափոխելը անխուսափելի լինի, մենք կթվանք, թե դժվար, բայց անհրաժեշտ որոշում ենք կայացնում։ Անահիտը լրացրեց ցինիզմով։ Վարդանը միշտ այնքան վերահսկող է եղել, այնքան համոզված իր սեփական խելացության մեջ, նա երբեք չի կասկածի, որ ամենամոտ մարդիկ կարող են այդպես դավաճանել իրեն, նրա գոռոզությունը կլինի նրա գործանումը։ Գոհարը սրտխառնոց էր զգում հասկանալով այն արամարանքի խորությունը, որ նրանք տածում էին Վարդանի նկատմամբ, տարիներ շարունակ նա տեսել էր,
թե ինչպես է Անահիտը սեր հիացմունք ցուցաբերում ամուսնու նկատմամբ առանց պատկերացնելու, որ այդ ամենը խնամքով մշակված ներկայացում էր։ Մեհերը, ով միշտ թվում էր, թե հիանում է մեծ եղբորով, այժմ բացահայտում էր խորը հաշվենկատ դժգոհություն։ Իսկ ինչ անենք տնային տնտեսուհու նրա դստեր հետ, հարցրեց Մեհերը ստիպելով Գոհարի սիրտը վտանգավոր կերպով արագ բաբախել։ Անահիտը պատասխանեց արամարանքով։ Գվարդուհին չափազանց հավատարիմ է որևէ բան կասկածելու համար։ Նա հավատում է, որ մենք անգեղծորեն անհանգստացած ենք Վարդանի համար, ինչ վերաբերում է աղջկան, նա գործնականում անտեսանելի է, նա նույնիսկ չէր իմանա, թե որտեղից սկսել, եթե ցանկանար խնդիրներ առաջացնել։ Այն ձը, որով նրանք խոսում էին իր մոր մասին որպես շախմատի տախտակի աննշան խաղաքարերի, կատաղեցրեց Գոհարին, նրանք նրանց համարում էին այնքան անկարոր, որ նույնիսկ չէին անհանգստանում թաքցնել դավադիր խոսակցությունները, երբ նրանք մոտակայքում էին, այս թերագնահատումը կլիներ այն սխալը, որը կգործաներ նրանց։ Հաջորդ օրերի ընթացքում Գոհարը կրկնագի ուշադրությամբ հետում էր յուրաքանչյուր շարժման։ Նա տեսավ, թե ինչպես է Անահիտը անգույն հեղուկի կաթիլները ավելացնում Վարդանի բաժակի մեջ ընթրիքի ժամանակ, միշտ այն ժամանակ, երբ նա շեղված էր ինչ-որ զրույցով, նկատեց, թե ինչպես էր Մեհերը զրույցները ուղղում այնպիսի թեմաների, որոնք մտավոր շփոթություն էին առաջացնում Վարդանի մոտ օգտվելով նրա թուլացած վիճակից նրա ինքնավստահությունը խարխլելու համար։ Երիտասարդ աղջիկը նա նկատեց նշաններ, որոնք նախկինում անտեսել էր։ Անահիտը հաճախ էր ստանում հեռախոսազանգեր, որոնք նրան անհանգստացնում էին, խոսակցություններ, որոնք նա արագ ավարտում էր, երբ ինչ-որ մեկը մոտենում էր։ Մեհերը սկսել էր ավելի հաճախ հայտնվել առանձնատանը միշտ փաստաթղթերով, որոնք պահանջում էին Վարդանի ստորագրությունը ընկերության սովորական գործերի համար։ Վարդանի վիճակը տեսանելիորեն վատանում էր, նա քաշ էր կորցրել, նրա գեցվածքը պակաս ուղիղ էր, հաճախ թվում էր մոլորված շփոթված մտքերի մեջ, առանձնատանը տեղի ունեցող աշխատանքային հանդիպումների ժամանակ Գոհարը նկատում էր նրա դժվարությունը քննարկումների վրա կենտրոնանալու հարցում։ Մի բան, որը նախկինում երբեք չէր պատահում։ Անահիտն ու Մեհերը վարպետորեն օգտագործում էին այդ խոցելիությունը, նրանք առաջարկում էին, որ Վարդանը գուցե պետք է ավելի շատ պարտականություններ պատվիրակեր, որ նրա առողջությունը ավելի կարևոր է, քան բիզնեսը, որ նա արժանի է հանգստի տարիների քրտնաջան աշխատանքից հետո։ Յուրաքանչյուր առաջարկ ներկայացվում էր թվացյալ անհանգստությամբ, բայց Գոհարն այժմ տեսնում էր մանիպուլյացիան յուրաքանչյուր բառի հետում։ Վարդուհին նույնպես սկսում էր անհանգստություն ցուցաբերել, թե չէր կարողանում հստակ հասկանալ, թե ինչն էր իրեն անհանգստացնում։ Տնային գործերի ժամանակ նա ասում էր Գոհարին, թե որքան տարբեր է թվում Վարդանը, ավելի փխրուն, պակաս վճռական, մայրը այդ փոփոխությունները վերագրում էր մասնագիտական սթրեսին չկասկածելով իրական պատճառի մասին։ Տիկին Անահիտը շատ ուշադիր է եղել, ասաց Վարդուհին մի առավոտ, երբ դասավորում էր նախաճաշի սպասքը, միշտ հարցնում է տիրոջ առողջության մասին, բնական դեղեր առաջարկում, նա նվիրված կին է։ Գոհարը ցանկանում էր ամեն ինչ բացահայտել մորը, բայց գիտեր, որ Վարդուհին երբեք չի հավատա։ Այն հավատարմությունը, որ նա զարգացրել էր Սահակյանների ընտանիքի նկատմամբ 2 տասնամյակի ընթացքում, անսասան էր, նա Անահիտի դեմ ցանկացած մեղադրանք կմեկնաբաներ որպես երախտամորություն կամ խնդրահարույց դերահասի երակայություն։ Իրավիճակը ավելի հրատապ դարձավ, երբ Գոհարը թաքցված փաստաթղթեր գտավ Անահիտի գրասենյակում։ Շաբաթական մաքրության ժամանակ նա գտավ թղթեր, որոնք մանրամասնում էին պլանը բացահայտ կերպով։ Այնտեղ կային կեղծված բժշկական զեկույցներ, նախապես պատրաստված հոգեբուժական գնահատականներ, նույնիսկ մասնավոր կլինիկաների ճարտարապետական հատակագծեր, որտեղ Վարդանը պետք է մեկուսացվեր։ Մի հատկապես ցնցող փաստաթուղթ լիազորագիր էր, որը բոլոր օրինական լիազորությունները կփոխանցեր Անահիտին Վարդանի ապացուցված մտավոր անգործունակության դեպքում։ Թուղթն արդեն պատրաստ էր, միայն վերջնական ստորագրությունների պաշտոնական գնիքի կարիք ուներ ուժի մեջ մտնելու համար։ Գոհարը գաղտնի լուսանկարեց փաստաթղթերը իր բջջային հեռախոսով հասկանալով, որ իրեն կոնկրետ ապացույցներ են պետք իր մեղադրանքները հիմնավորելու համար։ Սակայն նա գիտեր, որ լուսանկարները կարող են վիճարկվել, որակվել որպես կեղծիք, նրան ավելի էական, ավելի անհերքելի բան էր պետք։ Հնարավորությունը հայտնվեց, երբ Անահիտն ու Մեհերը հանդիպում նշանակեցին անգործունակության գործընթացի համար պատասխանատու փաստաբանի հետ, նրանք ծրագրում էին ավարտին հասցնել վերջնական օրինական մանրամասները, սահմանել ժամանակացույցեր ռազմավարություններ Վարդանի մեկուսացումը արագացնելու համար։ Հանդիպումը տեղի էր ունենալու առանձնատան գրասենյակում, այն ժամին, երբ Վարդանը կքներ քնաբերների ազդեցության տակ։ Գոհարը գիտեր, որ դա իր միակ հնարավորությունն է վերջնական ապացույցներ ձեռք բերելու համար։ Նա պետք է ձայնագրեր խոսակցությունը, որսառ բացահայտ խոստովանություններ, որոնք հետագայում չէին կարող հերքվել։ Դա ռիսկային պլան էր, որը կարող էր հանգեցնել իր մոր աշխատանքից ազատմանը, իր սեփական ապագայի հեռանկարների կործանմանը, բայց նա չէր կարող պասիվ մնալ այդ անարդարության առաջ։ Վճռական հանդիպման նախորդ օրվա կեսօրին Գոհարը մանրակրկիտ պատրաստվեց, նա ուսումնասիրեց տան առօրյան, բացահայտեց պահեր, երբ կարող էր մտնել գրասենյակ առանց նկատվելու, փորձարկեց իր հեռախոսը համոզվելու համար, որ ձայնագրությունը պարզ կլինի, յուրաքանչյուր մանրուք պետք է կատարյալ լիներ, քանի որ նա միայն մեկ հնարավորություն կունենար։ Վարդուհին նկատեց դստեր նյարդայնությունը, բայց անհանգստությունը վերագրեց ուսմանը կամ դեռահասությանը բնորոշ խնդիրներին։
Նա մխիթարական խոսքեր ասաց չպատկերացնելով, որ Գոհարը պատրաստվում է կայացնել մի որոշում, որը հավերժ կփոխի իրենց կյանքը։ Վճռական բախման նախորդ գիշերը Գոհարը հազիվ կարողացավ քնել։ Նա մտովի վերանայում էր իր պլանի յուրաքանչյուր փուլը հաշվի առնելով հնարավոր ձախողումները պատրաստվելով հետանքներին, որոնք կարող էին կործանարար լինել։ Նա գիտեր, որ պատրաստվում է արձակատվել հզոր, ազդեցիկ մարդկանց հետ, ովքեր չէին վարանի գործանել իրենց շահերը պաշտպանելու համար։ Լուսաբացին նա հետում էր, թե ինչպես է Վարդանը դժվարությամբ նախաճաշում, նրա ձեռքերը թեթագի դողում էին բաժակը բռնելիս, Անահիտը հոգատարությամբ օգնում էր նրան ցուցաբերելով նույն նվիրվածությունը, որը խաբում էր բոլորին։ Այդ պահին Գոհարը ամրապնդեց իր վճռականությունը։ Վարդանը արժանի էր իմանալ ճշմարտությունը, ինքը կլիներ նա, ով կբացահայտեր այն անկախ անձնական հետանքներից, որոնց կբախվեր։ Վճռական հանդիպման օրը բացվեց անպամած երկնքով մի լարվածությամբ, որը թվում էր, թե թափանցել է ամբողջ առանձնատունը։ Գոհարը արթնացավ զարթուցիչից առաջ, նրա սիրտը արագանում էր հիշելով այն, ինչ պետք է աներ, Անահիտը Վարդուհուն շուտ էր տուն ուղարկել պատճառաբանելով, որ կարոր հյուրերը ընդունելու չի ցանկանում ավելորդ ընդհատումներ։ Աշխատողը ընդունեց ազատումը առանց հարցերի շնորհակալություն հայտնելով տիրուհու հոգատարության համար։ Վարդանը առավոտը անցկացրել էր իր սենյակում սաստիկ գլխացավերով, որոնք անհնարին էին դարձնում աշխատանքը։ Անահիտը չափազանցված անհանգստություն էր ցուցաբերում առաջարկելով, որ նա ավելի ուժեղ դեղեր ընդունի անհանգստությունը մեղմելու համար։ Գոհարը հետում էր այդ ամենին աջող սարսափով գիտակցելով, որ կնոջ կողմից հոգատարությամբ մատուցվող յուրաքանչյուր հապ վատթարացնում էր նրա վիճակը։ Մեհերը եկավ ուշ կեսօրին բերելով փաստաթղթերի թղթապանակ ողջունելով Անահիտին մի մտերմությամբ, որն այժմ կասկածելի էր թվում Գոհարի ուշադիր աչքերին։ Նրանք արագ խոսեցին վերջնական մանրամասների մասին հաստատելով, որ փաստաբանը կժամանի 1 ժամվա ընթացքում ավարտին հասցնելու անգործունակության գործընթացի բոլոր իրավական կողմերը։ Գոհարը ռազմավարական դիրք գրավեց վերին հարկում հետելով շարժումներին բազրիքի ջաղերի միջից, նրա հեռախոսը պատրաստ էր ձայնագրելու թաքցված մի վայրում, որտեղ կարող էր պարզ որսալ ձայները, յուրաքանչյուր անցնող րոպե ավելացնում էր նրա տագնապը, բայց նա պահպանում էր կենտրոնացումը իր առաքելության գարորության վրա։ Երբ փաստաբանը ժամանեց, Գոհարը անմիջապես ճանաչեց նրա գոռոզ կեցվածքը հաշվենկատ արտահայտությունը։ Նա միջին տարիքի տղամարդ էր, թանկարժեք կոստյումով կաշվե պայուսակով, որը հավանաբար պարունակում էր դավաճանությունը իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Անահիտը նրան ջերմորեն ողջունեց շնորհակալություն հայտնելով ընտանեկան նուրբ գործին նվիրվածության համար։ Երեքով ուղղվեցին դեպի Վարդանի գրասենյակ զգուշորեն փակելով դուռը։ Գոհարը լուր իջավ աստիճաններով մոտենալով դրանը իր ձայնագրող սարքը ավելի լավ տեղավորելու համար։ Սպասարկման միջանցքը թույլ էր տալիս զուսպ մուտք գործել միջավայր հնարավորություն տալով նրան թաքնվել հին պահարանի հետում առանց նկատվելու։ Ձայները սկսվեցին ցածր, բայց աստիճանաբար դարձան ավելի լսելի, երբ դավադիրները թուլացան գարձելով, թե բացարձակ անվտանգության մեջ են։ Փաստաբանը բացատրում էր գործընթացի տեխնիկական մանրամասները նկարագրելով, թե ինչպես բժշկական փաստաթղթերը կներկայացվեն դատարան Վարդանի անգործունակությունը հիմնավորելու համար։ Հոգեբուժական զեկույցները համոզիչ են, ասում էր փաստաբանը մասնագիտական գոհունակությամբ, նկարագրում են մտավոր վիճակի առաջընթաց վատթարացում, որն անհամատեղելի է զգալի ունեցվածքի կառավարման հետ, ցանկացած դատավոր մեկուսացումը կհամարի անհրաժեշտ պաշտպանական միջոց։ Անահիտը պատասխանում էր այն սառնությամբ, որն այժմ Գոհարը ճանաչում էր որպես նրա իրական դեմքը։ Վարդանը միշտ չափազանց հպարտ է եղել օգնություն ընդունելու համար։ Սա միակ միջոցն է պաշտպանելու այն ունեցվածքը, որը նա կառուցել է, նախքան նրա սխալ որոշումները անդառնալի վնասներ կհասցնեն։ Մեհերն ավելացնում էր կոնկրետ ֆինանսական տվյալներ։ Ընկերության արժեքը մոտ 200 միլիոն է, սեփականությունները ներդրումները կազմում են 100 միլիոն։ Դա մի ժառանգություն է, որն արժանի է իրազեկ կառավարման, այլ ոչ թե մեկի անկանոն որոշումների, ով կորցրել է դատողության ունակությունը։ Գոհարը սրտխառնոց էր զգում լսելով, թե ինչպես են նրանք քննարկում Վարդանի կյանքը զուտ դրամական արտահայտությամբ, նրանց համար նա դարձել էր ընդամենը խոչընդոտ իրենց հավակնությունների հսկայական կարողության միջ, այն սառնությունը, որով նրանք պլանավորում էին նրա հոգեբանական գործանումը, դրսորում էր մի դաժանություն, որը նա երբեք հնարավոր չէր համարել։ Փաստաբանը մանրամասնում էր ժամանակացույցը։ Մեկուսացումը պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ։ Ես կապեր ունեմ մի մասնավոր հոգեբուժական կլինիկայում, որը կհեշտացնի գործընթացը։ Վարդանը քնեցված կլինի տեղափոխման ժամանակ պաշտոնապես իր իսկ բարեկեցության համար, կարթնանա վերահսկվող միջավայրում, որտեղ չի կարող խնդիրներ առաջացնել։ Իսկ ընկերության աշխատագիցները, հարցրեց Մեհերը հաշվենկատ անհանգստությամբ, կստանան պաշտոնական հաղորդագրություններ Վարդանի բժշկական պատճառներով բացակայության անհրաժեշտության մասին, պատասխանում էր փաստաբանը։ Անահիտը ժամանակավորապես կստանձնի նախագահի պաշտոնը, իսկ դուք կլինեք գործադիր փոխնախագահ, անցումը կթվա բնական պատասխանատու։ Գոհարը ձայնագրում էր ամեն ինչ, բայց գիտեր, որ իրեն ավելի կոնկրետ մանրամասներ են պետք ապացույցները անհերքելի դարձնելու համար։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ մի բան, որը նրա պլանների մեջ չէր մտնում։ Վարդանը արթնացավ, սկսեց իջնել աստիճաններով ձգված իր գրասենյակից եկող ձայներով։ Դեռ սկնաբերների ազդեցության տակ Վարդանը դանդաղ էր քայլում,
բայց նրա արտահայտությունը հետաքրքրություն էր ցուցաբերում իր սեփականությունում առանց իր գիտության տեղի ունեցող հանդիպման նկատմամբ։ Գոհարը հասկացավ, որ նա պատրաստվում է ամեն ինչ բացահայտել դրավմատիկ ձով հնարավոր է արձակատվելով դավադիրների հետ ծայրահեղ խոցելի պահին։ Անահիտը լսեց քայլերը անմիջապես զգուշացրեց մյուսներին։ Սենյակում խուճապ սկսվեց, երբ նրանք հասկացան, որ Վարդանը արթուն է մոտենում է։ Մեհերն առաջարկեց, որ նրանք պետք է արագացնեն գործընթացը գուցե նրան հենց այդ գիշեր մեկուսացնելով լրացուցիչ բարդություններից խուսափելու համար։ Եթե նա բացահայտի մեր հանդիպումը, կդառնա պարանոիկ, շշնջաց Անահիտը նյարդային, դա կարող է բարդացնել մտավոր վիճակի աստիճանական վատթարացման մեր տարբերակը։ Փաստաբանը համաձայնեց. Ավելի լավ է արագ գործել։ Ես ունեմ արտակարգ իրավիճակների փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս անհապաղ մեկուսացում անմիջական վտանգի դեպքում։ Մենք կարող ենք պնդել, որ Վարդանը հոգեգան ցնցում է ապրում։ Գոհարը հասկացավ, որ իրավիճակը դարձել է հուսահատ, նրանք պատրաստ էին Վարդանին մեկուսացնել հենց այդ գիշեր օգտագործելով ստեր կեղծված փաստաթղթեր։ Եթե դա տեղի ունենար, նա կանհետանար մասնավոր հոգեբուժական համակարգում, որտեղ կարող էր մնալ անորոշ ժամանակով դեղամիջոցների մեկուսացման վերահսկողության տակ։ Հենց այդ պահին Գոհարը կայացրեց իր կյանքի ամենահամարձակ որոշումը։ Նա այլևս չէր կարող թաքնված մնալ ապացույցներ հավաքելով, մինչդեռ Վարդանը քայլում էր ուղիղ դեպի թակարդը։ Նա պետք է անհապաղ գործեր, նույնիսկ եթե դա նշանակում էր բացահայտվել բախվել կործանարար հետանքների։ Երբ Վարդանը հասավ գրասենյակի դռանը ձեռքը դրեց բռնագին, Գոհարը դուրս եկավ իր թաքստոցից կանգնեցրեց նրան, նրա բարերը դուրս եկան հրատապ, բայց հաստատուն շշուկով։ Պարոն Վարդան, մի մտեք այնտեղ, խնդրում եմ, վստահեք ինձ, ձեր կյանքը վտանգի մեջ է։ Վարդանը նայեց նրան շփոթված, նրա միտքը դեռ մշուշոտ էր դեղերից, Գոհարը գիտեր, որ ինքը ընդամենը վայրկյաններ ունի, նախքան դավադիրները կնկատեն իր ներկայությունը։ Նա բռնեց Վարդանի թից քաշեց հակառակ ուղությամբ արագ շշնջալով. Նրանք փորձում են ձեզ այս գիշեր մեկուսացնել։ Մենք պետք է հիմա հեռանանք այստեղից։ Գրասենյակի դուռը կտրուկ բացվեց, Անահիտը դուրս եկավ կատաղած դեմքով տեսնելով Գոհարին Վարդանի թից բռնած։ Մեհերը փաստաբանը հայտնվեցին նրա հետում, նրանց դեմքերը բացահայտում էին զարմանք բարկություն բացահայտվելու համար։ Միջանցքում լարվածությունը շոշափելի էր, ինչպես կործանարար փոթորկից առաջ պահը։ Ինչ ես անում այստեղ, հարցրեց Անահիտը կտրուկ ձայնով փորձելով պահպանել ձականությունը Վարդանի առջ։ Վարդան, սիրելիս, դու պետք է հանգստանայիր, այս աղջիկը քեզ անհանգստացնում է։ Գոհարը խորը շունչ քաշեց, կայացրեց անդառնալի որոշում։ Պարոն Վարդան, նրանք ձեր սննդի ումբելիքի մեջ նյութեր են լցնում։ Ես լսեցի ամբողջ խոսակցությունը։ Նրանք ուզում են ձեզ մեկուսացնել ձեր ընկերությունը գողանալու համար։ Հաջորդած լռությունը խուլ էր, Անահիտը գունատվեց, մեհերը սեղմեց բռունցքները, իսկ փաստաբանը սկսեց հաշվարկել վնասների զսպման ռազմավարությունները։ Վարդանը նայում էր Գոհարից իր գնոջը փորձելով մշակել տեղեկատվությունը, որը նրա դեղերով թմրած միտքը դժվարությամբ էր ընկալում։ Նա ստում է, բացականչեց Անահիտը արագորեն ընդունելով զոհի կերպարը։ Այս աղջիկը միշտ էլ խնդրահարույց է եղել։ Վարդան, նա փորձում է խնդիրներ ստեղծել մեր ընտանիքում։ Մեհերը ագրեսիվորեն համաձայնեց։ Դա շանտաժի փորձ է, հավանաբար փող է ուզում լռության դիմաց։ Բայց Գոհարը ուներ ձայնագրությունները, դողացող ձեռքերով նա վերցրեց իր հեռախոսը նվագարկեց իր որսացած խոսակցության հատվածները։ Անահիտի, մեհերի փաստաբանի ձայները լցրեցին միջանցքը սառնասրտորեն մանրամասնելով բռնի մեկուսացման ունեցվածքի յուրացման պլանը։ Վարդանը լսում էր աջող սարսափով ճանաչելով այն մարդկանց ձայները, ում ամենաշատն էր վստահում, յուրաքանչյուր վերարտադրված բառ ֆիզիկական հարվածի պես էր կործանելով այն իրականությունը, որը նա կարծում էր, թե ճանաչում է նրա նվիրված կինը, նրա հավատարիմ եղբայրը բացահայտվում էին որպես կիշատիչներ, ովքեր ամիսներ շարունակ պլանավորել էին նրա կործանումը։ Անահիտը փորձեց մի վերջին հուսահատ ռազմավարություն։ Վարդան, դու շփոթված ես դեղերի պատճառով, այս ձայնագրությունը կեղծված է, այս աղջիկը մանիպուլյացիայի է ենթարկում քեզ։ Բայց Վարդանը արդեն բավականաչափ լսել էր, նրա միտքը, նույնիսկ մշուշոտ վիճակում, հասկանում էր մոնումենտալ դավաճանությունը, որը բացահայտել էր։ Նա նայեց Գոհարին երախտագիտության հուսահատության խառնուրդով հասկանալով, որ երիտասարդ աղջիկը, ում ինքը միշտ համարել էր անտեսանելի, միակ մարդն էր, ով ամեն ինչ վտանգի էր ենթարկել իրեն փրկելու համար։ Մենք պետք է հեռանանք այստեղից, շշնջաց նա Գոհարին բնազդաբար հասկանալով, որ իր անվտանգությունը վտանգված է։ Անահիտն ու մեհերը երբեք թույլ չէին տա, որ այս բացահայտումը կործանի իրենց պլանները, նրանք ուղիներ կգտնեին չեզոքացնելու թե Վարդանին, թե նրա դեռահաս փրկչին։ Փախուստը տեղի ունեցավ ամենալարված պահերին, որ Գոհարը երբե ապրել էր, մինչ Անահիտը փորձում էր համոզել Վարդանին, որ այդ ամենը թյուրիմացություն է։ Մեհերը գաղտնի արգելափակեց առանձնատան գլխավոր ելքը։ Փաստաբանը արդեն հեռախոսով էր հավանաբար կապ հաստատելով հոգեբուժական կլինիկայի հետ արտակարգ մեկուսացման գործընթացը արագացնելու համար։ Գոհարը այդ տան յուրաքանչյուր սանտիմետրը ավելի լավ գիտեր, քան նրա բնակիչները։ Տարիներ շարունակ մորը տնային գործերում օգնելը նրան սովորեցրել էր այլընտրանքային երթուղիներ, գաղտնի անցումներ անվտանգության համակարգի գույր կետեր, հենց միջավայրի այդ մտերիմ իմացություն էր, որ այժմ պետք է դառնար երկուսի փրկությունը։
Այս կողմով, շշնջաց նա Վարդանին առաջնորդելով նրան սպասարկման միջանցքով դեպի խոհանոց, տղամարդը դժվարությամբ էր հետում նրան դեռս այն դեղերի ազդեցության տակ, որոնք սպառել էր շաբաթների ընթացքում։ Նրա դողացող ոտքերը հազիվ էին կարողանում պահել նրան, Գոհարը ստիպված էր մի քանի անգամ հենարան դառնալ նրա համար, որպեսզի նա չսայթաքեր։ Նրանց հետում ձայները դառնում էին ավելի բարձր հուսահատ, Անահիտը գոռում էր, որ Վարդանին արանգում է մի հոգեկան անհավասարակշիռ աշխատող։ Մեհերը սպառնում էր ոստիկանություն կանչել պնդելով, որ Գոհարը ներխուժել է սեփականություն հանցավոր մտադրություններով։ Փաստաբանը խորհուրդ էր տալիս, թե ինչպես իրավականորեն վերահսկել իրավիճակը առաջարկելով հաղորդում ներկայացնել արանգման մասին։ Խոհանոցի հետնամուտքը հազվադեպ էր օգտագործվում առանձնատան բնակիչների կողմից։ Գոհարը զգուշորեն բացեց այն ստուգելով, թե արդյոք անվտանգության աշխատակիցները իրենց սովորական դիրքերում են, հաջողությունը նրանց կողմն էր։ Գիշերային հերթափոխը դեռ չէր սկսվել, կար մոտ 15 րոպեի պատուհան մինչ հաջորդ շրջայցը։ Կարողանո՞մ եք քայլել, հարցրեց նա Վարդանին, ով դժվարությամբ էր շնչում չափից շատ քրտնում էր։ Այն դեղերը, որոնք Անահիտը տալիս էր նրան, լրջորեն ազդել էին նրա հավասարակշռության շարժումների համակարգման վրա։ Վարդանը գլխով արեց վճռական տրամադրված փախչելու այն թակարդից, որի վերածվել էր իր կյանքը, յուրաքանչյուր քայլը մոնումենտալ ջանք էր, բայց այն բացահայտումը, որ ամենամոտ մարդիկ դավաճանել են իր վստահությունը, նրան ուժ էր տալիս շարունակելու, բացահայտման ցավը ավելի մեծ էր, քան ֆիզիկական անհարմարությունը։ Նրանք անցան այգիներով օգտվելով դարավոր ծառերի ստվերներից, Գոհարը Վարդանին առաջնորդում էր այնպիսի ճանապարհներով, որոնք խուսափում էին անվտանգության տեսախցիկներից գիտելիք, որը նա ձեռք էր բերել համակարգի սպասարկման ժամանակ տեխնիկներին հետելով։ Յուրաքանչյուր շարժում պետք է հաշվարկված լիներ, քանի որ Անահիտն ու Մեհերը անկասկած կօգտագործեին բոլոր հասանելի միջոցները նրանց գտնելու համար։ Սեփականությունից դուրս գալը տեղի ունեցավ հետնամասի ցանկապատի մի անցքով մի վայր, որտեղ Գոհարը տարիներ շարունակ նկատել էր սպասարկման թերություններ։ Դա փոքր, հազիվ նկատելի բացվածք էր, որը թույլ էր տալիս զուսպ մուտք դեպի Կողմնագի փողոց։ Վարդանը դժվարությամբ անցավ, բայց օգնությամբ կարողացավ հայտնվել մյուս կողմում առանց տագնապի համակարգերը գործի դնելու։ Ցանկապատի մյուս կողմում Գոհարը կայանել էր մի հին հեծանիվ, որն օգտագործում էր տուն վերադառնալու համար, երբ մայրը մինչ ուշ էր աշխատում։ Դա բավարար չէր Վարդանին տեղափոխելու համար, բայց կծառայեր որպես հենարան նրան օգնելու քայլել փողոցներով, մինչ հասնեին անվտանգ վայր։ Ճանապարհը դեպի Վարդուհու Գոհարի տուն տեց ավելի քան 1 ժամ։ Վարդանը ստիպված էր անընդհատ կանգ առնել հանգստանալու համար։ Գոհարը զգոն էր մնում ցանկացած նշանի նկատմամբ, որ իրենց հետում են, այն հասարակ թաղամասի փողոցները, որտեղ նա ապրում էր, կտրուկ հակասում էին այն էլիտար գոտուն, որտեղ գտնվում էր Սահակյանների առանձնատունը։ Վարդուհու բնակարանը պարզ էր, բայց անթերի կազմակերպված, 2 փոքր սենյակ, համեստ հյուրասենյակ, ֆունկցիոնալ խոհանոց, մի փոքրիկ բակ, որտեղ նա անուշաբույր խոտաբույսեր էր աճեցնում։ Գոհարը մեծացել էր այդտեղ երազելով ավելի լավ ապագայի մասին, մինչ հետում էր իր մոր անդադար աշխատանքին իրենց պահելու համար։ Վարդուհին տուն եկավ 2 ժամ անց տեսնելով մի տեսարան, որը երբեք հնարավոր չէր համարել։ Վարդան Սահակյանը իր գործատուն գրեթե 2 տասնամյակ, անգիտագից քնած իր հյուրասենյակի բազմոցին, մինչդեռ դուստրը սառը թրջոցներ էր պատրաստում նրա տենդը իջեցնելու համար։ Գոհար, սա ինչ է, հարցրեց Վարդուհին խեղդված ձայնով տատանվելով շփոթմունքի սարսափի մեջ, ինչու է բարոն Վարդանը այստեղ, ինչ է պատահել։ Գոհարը ամեն ինչ մանրամասն բացատրեց ցույց տալով իր արած ձայնագրությունները նկարագրելով իր բացահայտած դավադրությունը։ Վարդուհին լսում էր աջող անհավատությամբ պայքարելով համատեղել իր ճանաչած Անահիտին այն սառնասիրտ հաշվենկատ կնոջ հետ, որին նկարագրում էր դուստրը։ Տիկին Անահիտը միշտ այնքան բարի է եղել իմ հանդեպ, շշնջում էր Վարդուհին դեռ մշակելով տեղեկատվությունը։ Իսկ պարոն Մեհերը միշտ հարգալից, ինչպես կարող են նրանք այդպես վարվել սեփական եղբոր հետ։ Ձայնագրությունների ապացույցը անհերքելի էր, Վարդուհին լսեց այն ձայները, որոնք ճանաչում էր տարիներ շարունակ սառնասրտորեն պլանավորելով Վարդանի գործանումը։ Նրա արտահայտության մեջ արտացոլված ցավը ոչ միայն շոկ էր, այլ անձնական դավաճանության զգացում։ Նա իր կյանքը նվիրել էր այդ ընտանիքին հավատալով, որ ծառայում է պատվավոր մարդկանց։ Հաջորդ 3 օրերի ընթացքում Վարդանը մնաց կիսագիտակից վիճակում։ Նրա օրգանիզմը պայքարում էր հեռացնելու այն նյութերը, որոնք նա սպառել էր շաբաթների ընթացքում։ Վարդուհին Գոհարը հերթով մշտական խնամք էին ցուցաբերում հեղուկներ տալով, վերահսկելով նրա ջերմաստիճանը ապահովելով, որ նա պատշաճ հանգստանա։ Դա դիտելու համար ցավալի գործընթաց էր։ Վարդանը զառանցում էր գիշերվա ընթացքում վերապրելով իր ամուսնական կյանքի հիշողությունները հարցականի տակ դնելով նշանները, որոնք տարիներ շարունակ անտեսել էր։ Նա խոսում էր գոյություն չունեցող Անահիտի հետ հարցնելով, թե ինչու է նա իրեն դավաճանել, աղերսելով բացատրություններ, որոնք երբեք գոհացուցիչ կերպով չէր ստանա։ Ավելի պարզ պահերին Վարդանը խորը երախտագիտություն էր հայտնում Գոհարի ցուցաբերած համարձակության համար։ Դու ամեն ինչ վտանգի ենթարկեցիր ինձ փրկելու համար, ասում էր նա թույլ ձայնով, մի երիտասարդ աղջիկ, ում ես հազիվ էի նկատում, փրկեց իմ կյանքը, մինչդեռ իմ սեփական ընտանիքը պլանավորում էր իմ գործանումը։ Գոհարը հոգ էր տանում նրա մասին այնպիսի նվիրվածությամբ, որը զարմացրեց նույնիսկ իր մորը։
Նա սննդարար ապուրներ էր պատրաստում, թրջոցներ դնում, երբ անհրաժեշտ էր, մնում էր նրա գողքին ամենածանր տագնապի պահերին։ Դա դերերի լիակատար շրջադարձ էր, անտեսանելի աշխատողը դարձել էր իր ճանաչած ամենահզոր մարդու պաշտպանը։ Մինչդեռ Անահիտն ու Մհերը կատարելապես վերահսկում էին հանրային պատմությունը։ Նրանք հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն պնդելով, որ Վարդանը առանգվել է Գոհարի կողմից հոգեկան ցնցման ժամանակ, նրանք ներկայացրել էին բժշկական եզրակացություններ, որոնք նկարագրում էին նրա վատթարացած հոգեկան վիճակը հիմնավորելով անհապաղ մեկուսացման անհրաժեշտությունը նրա իսկ բարեկեցության համար։ Լրատվամիջոցները ընդունեցին ընտանիքի ներկայացրած տարբերակը սենսացիոնալիստական խանդավառությամբ, թերթերը տպագրում էին վերնագրեր դեռահաս աշխատողի կողմից գործարարի առանգման մասին։ Անահիտը տալիս էր արցունքոտ հարցազրույցներ կատարելապես խաղալով անհետացած ամուսնու անվտանգության համար անհանգստացած հուսահատ կնոջ դերը։ Մհերը ժամանակավորապես ստանձնեց ընկերության նախագահի պաշտոնը պատճառաբանելով բիզնեսի կայունությունը պահպանելու անհրաժեշտությունը։ Մինչ Վարդանը բուժում էր ստանում, աշխատագիտները գործարար գործընկերները ընդունեցին պաշտոնական տարբերակը համերաշխություն հայտնելով ընտանիքին այդ դժվարին պահին։ Գոհարը հետում էր լուրերին աջող սարսափով, նրա լուսանկարը անընդհատ հայտնվում էր հեռուստատեսությամբ ուղեկցվելով նրա հնարավոր դրդապատճառների մասին ենթադրություններով, որոշ լրատվամիջոցներ ենթադրում էին սիրային կապ Վարդանի հետ, մյուսները խոսում էին ֆինանսական շանտաժի փորձի մասին։ Բոլորը նրան ներկայացնում էին որպես խնդրահարույց երիտասարդ աղջկա, ով օգտվել էր իր տիրոջ խոցելությունից։ Վարդուհին տառապում էր աշխատավայրում ստանալով անհավանության հայացքներ հարաններից, ովքեր հավատում էին մամուլում շրջանառվող տարբերակներին, ոմանք նույնիսկ ենթադրում էին, որ նա մեղսակից է եղել իր դստեր ենթադրյալ հանցագործություններին, այն արժանապատվությունը, որ նա կառուցել էր տասնամյակների ազնիվ աշխատանքով, կործանվում էր խնամքով մշակված ստերի պատճառով։ Իմ դուստրը երբեք նման բան չէր անի, պաշտպանում էր Վարդուհին, երբ նրան հարցեր էին տալիս ծանոթները, նա լավ աղջիկ է, ուսումնասեր, ով միշտ հարգել է իր տերերին։ Բայց հրապարակայնորեն ներկայացված ապացույցները համոզիչ չէին։ Անահիտը պատրաստել էր փաստաթղթեր, որոնք իբր ապացուցում էին Գոհարի ոչ պատշաճ վարքագիծը տարիների ընթացքում։ Մհերը ցուցմունքներ էր տալիս կասկածելի արարքների մասին, որոնք ինքը իբր նկատել էր վերջերս, ընտանիքի փաստաբանը թվացյալ հիմնավոր գործ էր կառուցել դեռահասի դեմ։ Վարդանը դանդաղ էր վերագանգնվում, բայց նրա զայրույթը աճում էր իր ձեռք բերած մտավոր պարզությանը համամասնորեն։ Հեռուստատեսությամբ սեփական գործանումը դիտելը, մինչդեռ իրական չարագործները ներկայացվում էին որպես զոհեր, նրա մեջ արթնացնում էր մի վճռականություն, որը նա տարիներ շարունակ չէր զգացել։ Նրանք չեն կարող անպատիժ մնալ, ասում էր նա Գոհարին իրենց գիշերային զրույցներից մեկի ժամանակ, ոչ միայն այն բանի համար, ինչ արեցին ինձ հետ, այլ այն բանի համար, ինչ անում են քեզ հետ, քո հեղինակությունը գործանվում է այն մարդկանց կողմից, ովքեր պետք է բանտում լինեին։ Գոհարը փորձում էր լավատես մնալ, բայց հոգեբանական ճնշումը ճնշող էր, տեսնել սեփական լուսանկարը հանցավոր մեղադրանքների հետ կապված, լսել չարամիտ ենթադրություններ իր բարոյականության բնավորության մասին, զգալ ստերի վրա հիմնված հանրային դատապարտման ծանրությունը, այս ամենը խորապես ազդում էր նրա ինքնագնահատականի ապագա հեռանկարների վրա։ Երբեմն մտածում եմ, որ պետք է լռեի, խոստովանում էր նա Վարդանին հուսահատության պահերին, գոնե դուք կիմանայիք ճշմարտությունը, իսկ ես կկարողանայի շարունակել անտեսանելի մնալ։ Վարդանը ամուր բռնում էր նրա ձեռքերը։ Դու փրկեցիր իմ կյանքը, իմ բանականությունը։ Հիմա իմ հերթն է փրկելու քո հեղինակությունը ապագան, նրանք սխալ մարդու են ընտրել կործանելու համար։ Վրեժխնդրության հնարավորությունը հայտնվեց անսպասելիորեն, երբ Վարդուհին տեղեկություններ բերեց մի միջոցառման մասին, որը Անահիտը կազմակերպել էր հաջորդ շաբաթվա համար։ Առանձնատանը տեղի էր ունենալու հանդիսավոր գալա ընթրիք պաշտոնապես հայտարարելու ընկերության նոր ղեկավարության մասին։ Մհերը կներկայացվեր որպես ժամանակավոր նախագահ, իսկ Անահիտը կստանձներ տնօրենների խորհրդի նախագահի դերը։ Տիկին Անահիտը խնդրեց ինձ աշխատել միջոցառման ժամանակ, բացատրեց Վարդուհին դեռս դժվարությամբ հավատալով այն դավաճանությանը, որը դուստրը բացահայտել էր։ Դա մեծ տոնախմբություն է լինելու ընկերության բոլոր բաժնետերերի քաղաքի կարևոր անձնավորությունների մասնակցությամբ, նա ուզում է, որ ամեն ինչ կատարյալ լինի։ Վարդանը լսում էր աջող հետաքրքրությամբ, մեկ շաբաթվա վերագանգնումից հետո նրա միտքը վերադարձել էր այն ռազմավարական պարզությանը, որը միշտ բնորոշ էր եղել իրեն։ Այն միտքը, որ Անահիտն ու Մհերը հրապարակայնորեն նշում են իրենց ենթադրյալ հաղթանակը, մինչ ինքը թաքնված էր որպես փախստական, նրա մեջ արթնացնում էր մի վրդովմունք, որը գերազանցում էր ցանկացած անձնական վիրավորանք։ Սա մեր շանսն է, ասաց նա Գոհարին, նրա աչքերը վերագտնում էին այն վճռական փայլը, որը աղջիկը հազվադեպ էր նկատել։ Նրանք հավաքված կլինեն բոլոր կարևոր մարդկանց հետ նշելով ստերի հիման վրա։ Եթե մենք կարողանանք բացահայտել ճշմարտությունը այդ լսարանի առջ, նրանք փախչելու տեղ չեն ունենա։ Գոհարը հույսի սարսափի խառնուրդ էր զգում հեռանկարի առջ, նախորդ շաբաթվա ընթացքում նա հետել էր, թե ինչպես է իր հեղինակությունը մեթոդաբար ոչնչացվում լրատվամիջոցների կողմից, սոցիալական ցանցերում չարամիտ մեկնաբանությունները, նրա դրդապատճառների մասին դաժան ենթադրությունները, հարանների մեղադրական հայացքները նրա կյանքը վերածել էին մշտական մղձավանջի։ Ինչպես են կարողանալու մտնել խնջույքին, հարցրեց նա գործնականում, Անահիտը եռապատկել է անվտանգությունը,
Բոլոր մուտքերի մոտ պահակներ կան, նրանք ունեն մեր լուսանկարը, անհնար կլինի աննկատ անցնել։ Վարդուհին, ով լուր էր մնացել զրույցի ընթացքում, մի առաջարկ արեց, որը զարմացրեց դստերը։ Ես աշխատելու եմ միջոցառմանը, կարող եմ Գոհարին տանել որպես իմ օգնական։ Աշխատանքային համազգեստով օգտագործելով սպասարկման մուտքը գուցե կարողանաք ներս մտնել առանց նկատվելու։ Առաջարկը հսկայական ռիսկ էր ներկայացնում Վարդուհու համար, եթե նրանք բացահայտվեին, նա ոչ միայն կկորցներ աշխատանքը, այլ կարող էր բախվել ենթադրյալ առանգմանը մեղսակից լինելու մեղադրանքների, սակայն լսելով ձայնագրությունները, որոնք ապացուցում էին դավադրությունը, նրա հավատարմությունը վերջնականապես փոխել էր ուղղությունը։ Վարդանը մշակեց մանրամասն պլան հաջորդ օրերի ընթացքում, նա կատարելապես գիտեր առանձնատան ձայնային համակարգը, քանի որ մի քանի տարի առաջ անձամբ էր վերահսկել դրա տեղադրումը։ Եթե նրանք կարողանային մուտք գործել կառավարման սենյակ միջոցառման ժամանակ, կարող էին նվագարկել մեղադրական ձայնագրությունները բոլոր հյուրերի համար միաժամանակ։ Կառավարման սենյակը գտնվում է երկրորդ հարկում գրասենյակի մոտ, բացատրում էր Վարդանը նկարելով առանձնատան ինքնաշեն քարտեզը, միջոցառումների ժամանակ սովորաբար լինում է միայն մեկ օպերատոր, ով վերահսկում է համակարգը, եթե մենք հասնենք այնտեղ առանց նկատվելու, մենք կունենանք մի քանի րոպե, նախքան որ մեկը կկարողանա մեզ կանգնեցնել։ Գոհարը ուսումնասիրում էր պլանի յուրաքանչյուր մանրուք մտապահելով այլընտրանքային երթուղիներ փախուստի կետեր, եթե ինչ-որ բան սխալ գնար։ Տան նրա մտերիմ իմացությունը վճռորոշ կլիներ միջոցառման ժամանակ միջանցքներով անցնելու համար առանց անվտանգությանը տագնապի մատնելու։ Շարժումներին առօրյային հետելու տարիները այժմ դառնում էին ռազմավարական առավելություն։ Վարդուհին մանրամասն տեղեկություններ ստացավ միջոցառման ժամանակացույցի մասին խնջույքի համար վարձված այլ ժամանակավոր աշխատողների հետ զրույցների միջոցով։ Ընթրիքը կսկսվեր երեկոյան ժամը 8-ին այգում ընդունելության կոկտեյլով, 9:30-ին բոլորը կուղղվեին դեպի գլխավոր սրահ պաշտոնական խնջույքի պաշտոնական ելույթների համար։ Իդեալական պահը կլինի գլխավոր կենացի ժամանակ, պլանավորում էր Վարդանը, մհերը ելույթ կունենա ընկերության նոր ուղղությունների մասին, իսկ Անահիտը կխոսի ընտանեկան մարտահրավերները հաղթահարելու մասին։ Դա այն պահն է լինելու, երբ բոլորը ուշադիր կլինեն բեմին թույլ տալով մեզ շարժվել առանց նկատվելու։ Նախապատրաստական օրերի ընթացքում Վարդանը վերագտնում էր ոչ միայն իր ֆիզիկական առողջությունը, այլ իր գործարար վճռականությունը, նա գաղտնի կապ հաստատեց ընկերության որոշ փոքր բաժնետերերի հետ մարդկանց, ում լիովին վստահում էր զգուշացնելով նրանց կառավարման մեջ իր բացահայտած անկանոնությունների մասին, նա չբացահայտեց կոնկրետ մանրամասներ, բայց ցանեց կասկածի սերմեր, որոնք կարող էին ծլել համապատասխան պահին։ Գոհարը իր հերթին մանրակրկիտ դասավորում էր իրենց հավաքած ապացույցները, բացի բնօրինակ ձայնագրություններից, նա լուսանկարել էր փաստաթղթեր նշումներ, որոնք ապացուցում էին բռնի մեկուսացման պլանը։ Նա պատրաստեց այն ամենի մանրամասն սցենարը, ինչ պետք է բացահայտվեր երաշխավորելով, որ ոչ մի վճռորոշ ասպեկտ չի մոռացվի վճռական պահին։ Վարդուհու վրա հոգեբանական ճնշումը օրեցօր աճում էր, աշխատանքային գործընկերները մեկնաբանություններ էին անում նրա դստեր մասին, ոմանք ցուցաբերելով զուսպ աջակցություն, մյուսները դատապարտում հիմնված մամուլի տեղեկությունների վրա։ Նա պահպանում էր արժանապատվությունը հարգալից լռության միջոցով, բայց ներքուստ տառապում էր տեսնելով, թե ինչպես է Գոհարը հրապարակայնորեն գործանվում։ Իմ դուստրը միշտ ազնիվ է եղել, պաշտպանում էր նա, երբ ուղղակիորեն հարցնում էին, եթե նա արել է այն, ինչ արել է, անկասկած արդարացի դրդապատճառներ է ունեցել։ Ես նրա բնավորությունը ավելի լավ գիտեմ, քան ցանկացած լրագրող։ Միջոցառումից 2 օր առաջ Անահիտը անսպասելիորեն այցելեց Վարդուհու տուն։ Նա եկավ իր շքեղ մեքենայով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ իրարանցում ստեղծելով հասարակ թաղամասում, որտեղ հազվադեպ էին հայտնվում թանկարժեք մեքենաներ, հարանները հետում էին պատուհաններից ենթադրություններ անելով տիրուհու ներկայության պատճառների մասին։ Անահիտը կատարելապես խաղում էր իր դերը որպես հուսահատ մտահոգ կին, նա դրամատիկորեն գրկեց Վարդուհուն շնորհակալություն հայտնելով նրա հավատարմության համար նման դժվարին ժամանակաշրջանում։ Նա հարցրեց, թե արդյոք նորություններ կան Վարդանից կամ արդյոք Գոհարը փորձել է կապվել նրա հետ դրսորելով մի տագնապ, որը թվում էր բացարձակապես անգեղծ։ Վարդուհի, դու Գոհարին բոլորից լավ ես ճանաչում, ասում էր Անահիտը արցունքն աչքերին, եթե նա կապվի քեզ հետ, խնդրում եմ, անմիջապես տեղյակ պահիր ինձ, Վարդանը շտապ բժշկական օգնության գարիք ունի։ Այս իրավիճակը կարող է ողբերգականորեն ավարտվել, եթե նա պատշաճ բուժում չստանա։ Վարդուհին հաստատուն մնաց իր պատասխանների մեջ հերքելով որևէ տեղեկություն Վարդանի գտնվելու վայրի մասին կամ կապը դստեր հետ։ Ներքուստ նա զվանք էր զգում այն ներկայացումից, որ Անահիտը մատուցում էր, հատկապես իմանալով ճշմարտությունը, որը ձայնագրությունները բացահայտում էին, այն սառնությունն ու դաժանությունը, որ նա լսել էր, լիովին հակասում էին այդ պահին ցուցադրվող թվացյալ անհանգստությանը։ Անահիտի մեկնելուց հետո Վարդուհին պատմեց այցի մասին Վարդանին Գոհարին։ Բոլորը հասկացան, որ ճնշումը մեծանում է, որ Անահիտը ծայրահեղ անհանգստացած է բացահայտման հնարավորությամբ։ Այցը նա ցույց էր տալիս, որ դավաճանները լիովին վստահ չեն իրենց հաղթանակի մեջ։ Նա նյարդայնացած է, վերլուծեց Վարդանը, եթե նա վստահ լիներ, որ լիովին վերահսկում է իրավիճակը, ժամանակ չէր վատնի քեզ այցելելու վրա։ Անահիտը գիտի, որ Գոհարը տեղեկություններ ունի, որոնք կարող են կործանել իրեն, դա նրան խոցելի է դարձնում։
Միջոցառման նախօրեին Վարդանը մի որոշում կայացրեց, որը զարմացրեց իր ուղեկիցներին։ Նա կապ հաստատեց մի հետաքննող լրագրողի հետ, ով հայտնի էր իր լուրջ անգողմնակալ աշխատանքով հանդիպում նշանակելով խնջույքի հաջորդ օրվա համար։ Եթե միջոցառման պլանը ձախողվեր, նրանք այլընտրանք կունենային երաշխավորելու, որ ճշմարտությունը հրապարակայնորեն բացահայտվի։ Մենք չենք կարող կախված լինել միայն մեկ պլանից, բացատրում էր նա պրագմատիկորեն, եթե խնջույքի ժամանակ ինչ-որ բան սխալ գնա, մենք դեռ հնարավորություն կունենանք մեր ապացույցները ներկայացնել մամուլի միջոցով։ Ճշմարտությունը պետք է ջրի երես դուրս գա անկախ նրանից, թե ինչպես մենք դրան կհասնենք։ Գոհարը վերջին ժամերն անցկացնում էր վերանայելով պլանում իր մասնակցության յուրաքանչյուր մանրուք։ Նա գիտեր, որ դա իր միակ հնարավորությունն է լինելու մաքրել իր անունը բացահայտել այն մարդկանց, ովքեր փորձել էին կործանել թե Վարդանին, թե իրեն, նյարդայնությունը սաստիկ էր, բայց վճռականությունը գերազանցում էր ցանկացած վախ, որ նա կարող էր զգալ։ Վարդուհին գաղտնի պատրաստում էր համազգեստները, որոնք նրանք գրելու էին միջոցառման ժամանակ ստուգելով, թե արդյոք կկարողանան անցնել որպես ժամանակավոր աշխատողներ առանց կասկած հարուցելու։ Արտաքինի յուրաքանչյուր մանրուք պետք է համոզիչ լիներ սկսած համապատասխան գոշիկներից մինչ մազերի հարթարանքը, որը չպետք է ավելորդ ուշադրություն գրավեր։ Վարդանը իր հերթին մտովի փորձում էր իր մուտքը սրահ, շաբաթներ շարունակ որպես անհետացած կամ մտավոր անկայուն ներկայացվելուց հետո, նրա հայտնվելը միջոցառման ժամանակ դրամատիկ ազդեցություն կունենար։ Նա պետք է պատրաստ լիներ շոկային արձագանքներին, իրեն վարկաբեկելու փորձերին իր ապացույցները պարզ ու անհերքելի կերպով ներկայացնելուն։ Վաղը մեր կյանքը հավերժ կփոխվի, ասաց Գոհարը միջոցառման նախօրեին դիտելով քաղաքի լույսերը սենյակի փոքրիկ պատուհանից։ Կամ մենք կկարողանանք ապացուցել մեր ճշմարտությունը, կամ վերջնականապես կկորցնենք ամեն ինչ։ Վարդանը նայում էր նույն ուղղությամբ, նրա վճռականությունը ամրապնդվել էր դավաճանության արդարության մասին շաբաթներ տած մտորումներով։ Մենք այլս կորցնելու ոչինչ չունենք, Գոհար, նրանք արդեն մեզնից ամեն ինչ խլել են իմ ընկերությունը, քո հեղինակությունը, մեր անդորը։ Վաղը մենք վերադարձնում ենք մեր արժանապատվությունը, ինչ գնով էլ որ լինի։ Միջոցառման երեկոն եկավ մի շոշափելի լարվածությամբ, որը թվում էր, թե թափանցել է Գոհարի յուրաքանչյուր շնչառության մեջ, հագնված աշխատողի զուսպ համազգեստով նա հետում էր իր մորը առանձնատան սպասարկման մուտքով, որն այնքան մտերիմ էր իրեն, յուրաքանչյուր միջանցք, յուրաքանչյուր դուռ, յուրաքանչյուր թաքստոց մտապահվել էր լուր աշխատանքի տարիների ընթացքում, այժմ այդ գիտելիքները դարձել էին նրա գաղտնի զենքերը։ Վարդուհին քայլում էր ստիպողական վճռականությամբ ողջունելով այլ ժամանակավոր աշխատողներին վերահսկիչներին այն մարդու բնականությամբ, ով այդ տանը աշխատել էր 2 տասնամյակ, ոչ ոք հարցականի տակ չդրեց Գոհարի ներկայությունը որպես օգնական։ Հատկապես հաշվի առնելով այն միջոցառման բարդությունը, որը Անահիտը կազմակերպել էր մայրաքաղաքի գործարար էլիտային տպավորելու համար։ Գլխավոր սրահը հոյակապ զարդարված էր ներկրված ծաղկային հորինվածքներով, բյուրեղապագիով, որն արտացոլում էր ոսկեգույն լույսերը, սեղաններով, որոնք ռազմավարականորեն դասավորված էին ամենակարևոր հյուրերի միջ զրույցները հեշտացնելու համար։ Անահիտը տոնախմբությունը վերածել էր ուժի նրբագեղության ցուցադրության ի ցույց դնելով այն վերահսկողությունը, որը հավատում էր, թե վերջնականապես նվաճել է։ Վարդանը մնացել էր թաքնված արտաքին այգիներում սպասելով իր դրամատիկ մուտքի ճիշտ պահին։ Նա բավականաչափ քաշ էր վերականգնել, որպեսզի հիվանդ չթվա, նրա գեցվածքը վերակտել էր այն բնական հեղինակությունը, որը միշտ բնորոշ էր եղել իրեն։ Պատրաստության ժամերի ընթացքում նա մտովի փորձել էր յուրաքանչյուր բառը, որ կասեր, յուրաքանչյուր ժեստը, որ կաներ իր բացահայտման ազդեցությունը առավելագույնի հասցնելու համար։ Առաջին հյուրերը ժամանեցին ճիշտ ժամը 8-ին, Գոհարը հետում էր խոհանոցի պատուհաններից ճանաչելով հայտնի դեմքեր գործարար աշխարհից, ազդեցիկ քաղաքական գործիչների բարձր հասարակության ներկայացուցիչների, ովքեր հաճախում էին Սահակյանների միջոցառումներին, բոլորը եկել էին համերաշխություն հայտնելու ընտանիքին դժվարին ժամանակաշրջանում նշելու ընկերության նոր առաջնորդությունը։ Անահիտը շրջում էր հյուրերի մեջ մշակված նրբագեղությամբ ստանալով շնորհավորանքներ ցավակցություններ Վարդանի վիճակի համար։ Նա հագել էր սնրբաճաշակ զգեստ, որը խորհրդանշում էր համապատասխան սուգը, մինչդեռ քաջաբար ժպտում էր ցույց տալու իր ուժը դժբախտության արջ, նրա կատարումը այնքան համոզիչ էր, որ նույնիսկ Գոհարը, իմանալով ճշմարտությունը, սկսում էր հիանալ կեղծավորության այդ ունակությամբ։ Մեհերը նույնպես կատարելապես խաղում էր անհանգստացած եղբոր դերը, ով ընտանեկան պարտականությունները ստանձնել էր պարտքի զգացումից, այլ ոչ թե հավակնությունից դրդված, նա բաժնետերերի հետ քննարկում էր բիզնեսում կայունություն պահպանելու անհրաժեշտությունը, մինչ Վարդանը համապատասխան բժշկական բուժում էր ստանում։ Յուրաքանչյուր բառ հաշվարկված էր ամրապնդելու այն պատմությունը, թե ինքը իրազեկ կառավարիչ է, ով հանգամանքների բերումով ստիպված է ժամանակավորապես ղեկավարել։ Ընդունելության կոկտեյլի ժամանակ Գոհարը լրակյաց շարժվում էր սպասարկման միջանցքներով ստուգելով անվտանգության աշխատագիտների դիրքերը բացահայտելով պահեր, երբ կարող էր մուտք գործել երկրորդ հարկ առանց նկատվելու։ Նրա համազգեստը նրան գործնականում անտեսանելի էր դարձնում հյուրերի համար, ճիշտ այնպես, ինչպես եղել էր այդ տանը իր ամբողջ դեռահասության ընթացքում։ Ժամը 9-ին, երբ բոլորը ուղղվեցին դեպի գլխավոր սրահ պաշտոնական ընթրիքի համար, Գոհարը սկսեց իր ներթափանցումը դեպի երկրորդ հարկ։ Նա կատարելապես գիտեր անվտանգության աշխատագիտների շրջայցի ժամերը գիտեր, որ կունենա մոտ 15 րոպե մինչ վերին հարկերի հաջորդ ստուգումը։
Ձայնի կառավարման սենյակը գտնվում էր Վարդանի գրասենյակին գից մի սենյակում, մի վայր, որին նա հետել էր տեղադրումների սպասարկումների ժամանակ տարիների ընթացքում։ Սարքավորումը բարդ էր, բայց Վարդանը նրան մանրամասն բացատրել էր, թե ինչպես միացնել իր ձայնագրող սարքը տան հիմնական համակարգին։ Մինչ Գոհարը կատարում էր պլանի իր մասը, Վարդանը զգուշորեն մոտենում էր առանձնատանը հետնամասի այգիներով, նա մտապահել էր անվտանգության տեսախցիկների գույր կետերը, հստակ գիտեր, թե երբ որտեղ շարժվել հայտնաբերումից խուսափելու համար։ Յուրաքանչյուր քայլ հաշվարկված էր, յուրաքանչյուր շարժում պլանավորված գագաթնագետին հասնելու համար առանց ժամանակից շուտ իր ներկայության մասին տագնապ տալու։ Սրահում Անահիտը բարձրացավ երեկոյի առաջին ելույթը ունենալու համար, նրա ձայնը հնչում էր բարձրախոսներով, երբ նա շնորհակալություն էր հայտնում բոլորին ընտանիքի համար այդքան դժվարին ժամանակաշրջանում ներկա գտնվելու համար։ Նա Վարդանի մասին խոսում էր թվացյալ քնքշանքով նկարագրելով նրան որպես մի տղամարդու, ով իր կյանքը նվիրել էր բիզնեսին, բայց ով այժմ պետք է կենտրոնանա իր անձնական վերականգնման վրա։ Ամուսինս միշտ տեսլական ունեցող մարդ է եղել, ասում էր Անահիտը համոզիչ արցունքն աչքերին, դժբախտաբար բիզնեսի ճնշումը որոշ անձնական խնդիրներ ազդել են նրա հոգեկան առողջության վրա։ Մենք ամեն ինչ անում ենք երաշխավորելու համար, որ նա ստանա լավագույն հնարավոր բուժումս։ Մեհերը սպասում էր իր հերթին խոսելու ընկերության նոր ուղղությունների մասին, պատրաստված պաշտոնապես ստանձնելու այն առաջնորդությունը, որն արդեն իրականացնում էր կուլիսներում շաբաթներ շարունակ։ Նրա մեկնաբանությունները լինելու էին տեխնիկական կենտրոնացած ներդրողների գործարար գործընկերների վստահությունը կառավարման կայունության նկատմամբ պահպանելու վրա։ Հենց մեհերի ելույթի ժամանակ էր, որ Գոհարին հաջողվեց մուտք գործել ձայնային համակարգ, նրա ձեռքերը թեթագի դողում էին, երբ նա միացնում էր իր սարքը հիմնական մուտքերին ստուգելով, թե արդյոք աուդիոն կվերարտադրվի առանձնատան բոլոր բարձրախոսներով։ Վարդանը նրան սովորեցրել էր, թե որ գոճակները սեղմել առավելագույն ձայնը կատարյալ հստակությունը երաշխավորելու համար։ Սահակյան ընկերությունը միշտ ներկայացրել է գերազանցություն ամբողջականություն, ասում էր Մեհերը ուշադիր հյուրերին, իմ ժամանակավոր ղեկավարության ներքո մենք կպահպանենք այդ արժեքները, մինչդեռ եղբայրս կկենտրոնանա իր վերականգնման վրա։ Գոհարը խորը շունչ քաշեց, սեղմեց այն գոճակը, որը ամեն ինչ հավերժ կփոխեր։ Անահիտի, Մեհերի փաստաբանի ձայնագրված ձայները սկսեցին արձագանքել սրահում կտրուկ ընդհատելով պաշտոնական ելույթը։ Սկզբում հյուրերի մեջ շփոթմունք առաջացավ, ովքեր փորձում էին հասկանալ, թե որտեղից է գալիս այդ անսպասելի վերարտադրությունը։ Դեղաչափը կատարյալ է աշխատում, Անահիտի ձայնը սառնասրտորեն արձագանքում էր բարձրախոսներով, նա գնալով ավելի շփոթված է դառնում, ավելի գախյալ, ախտանիշները հենց այնպիսին են, ինչպիսին բժիշկն ասել էր, որ կլինեն։ Հաջորդած լռությունը խուլ էր, բոլոր դեմքերը շրջվեցին դեպի Անահիտը, ով ակնթարթորեն գունատվեց ճանաչելով իր սեփական ձայնը, որը սառնասրտորեն քննարկում էր դավադրությունը։ Մեհերը հուսահատ փորձում էր գտնել ձայնի կառավարման վահանակը վերարտադրությունը ընդհատելու համար, բայց Գոհարը արգելափակել էր մուտքը դեպի կառավարման սենյակ։ Ձայնագրությունը շարունակվում էր անողոքաբար։ Հոգեբուժական զեկույցն արդեն պատրաստվում է։ Մի քանի շաբաթից մենք կունենանք բավարար փաստաթղթեր նրան անգործունակ ճանաչելու համար։ Վարդանը կհայտարարվի անընդունակ սեփական գործերը ղեկավարելու համար։ Շոկի վրդովմունքի շշուկներ սկսեցին առաջանալ հյուրերի մեջ, մարդիկ, ովքեր եկել էին համերաշխություն հայտնելու, այժմ հասկանում էին, որ ականատես են լինում հանցավոր դավադրության բացահայտմանը։ Ոմանք փորձում էին զուսպ հեռանալ, մյուսները մնում էին անշարժացած բացահայտման դրամատիկությունից։ Անահիտը փորձեց մի հուսահատ պաշտպանություն։ Սա գեղձիկ է, ինչ որ մեկը փորձում է մեզ վնասել, բայց նրա դողացող ձայնը հուսահատ արտահայտությունը կտրուկ հակասում էին այն հաշվենկած սառնությանը, որը արձագանքում էր բարձրախոսներով։ Հենց այդ պահին սրահի լույսերը լիովին մարեցին, Վարդանը գործի էր դրել առանձնատան ընդհանուր անջատիչը ստեղծելով կատարյալ մթություն, որը ուժեղացնում էր բացահայտումների դրամատիկ ազդեցությունը։ Միայն ձայնագրություններն էին շարունակում արձագանքել նկարագրելով ստոր մանրամասներ բռնի մեկուսացման ունեցվածքի յուրացման մասին։ Լույսի մի շող հայտնվեց սրահի գլխավոր մուտքի մոտ լուսավորելով երկու կերպարների, ովքեր դանդաղ քայլում էին դեպի սենյակի կենտրոնը։ Վարդանը տեսանելիորեն ավելի նիհարած, բայց հպարտ կեցվածքով քայլում էր Գոհարի կողքին, ով գլուխը բարձր էր պահում չնայած իրեն ուղղված բոլոր հայացքներին։ Տեսողական ազդեցությունը կինեմատոգրաֆիական էր, այն տղամարդը, ում բոլորը կարծում էին, թե անհետացած է կամ մտավոր անկայուն, հանգիստ քայլում էր սեղանների միջով, մինչդեռ նրա սեփական ձայնը դուրս էր գալիս բարձրախոսներից ձայնագրված բռնի դեղորայքի պատճառով առաջացած խոցելիության պահերին։ Բարի երեկո, ասաց Վարդանը պարզ հաստատուն ձայնով դիմելով ուղղակիորեն Անահիտին Մեհերին։ Պատկերացնում եմ, որ զարմացած եք ինձ տեսնելով, հատկապես հաշվի առնելով, որ պլանավորում էիք իմ մշտական մեկուսացումը հենց այս գիշեր։ Անահիտը փորձում էր պահպանել կեցվածքը, բայց նրա ամուսնական անհանգստության դիմակը լիովին փլուզվել էր։ Մեհերը շուրջն էր նայում անվտանգության աշխատակիցներ փնտրելով, բայց շատ աշխատակիցներ նույնպես լսում էին ձայնագրությունները, հասկանում իրենց ականատես եղած դավաճանության մեծությունը։ Վարդան, դու հիվանդ ես, փորձեց Անահիտը մի վերջին անգամ, այս աղջիկը քեզ մանիպուլյացիա է ենթարկել, քեզ լցրել պարանոիկ մտքերով, մենք պետք է առանձին խոսենք։
Վարդանը սառնասրտորեն ժպտաց։ Պարանոիկ այն ձայնագրությունները, որոնք բոլորը լսում են, արվել են Գոհարի կողմից այն երիտասարդ աղջկա, ում դուք փորձում եք զրպարտել, նա ամեն ինչ վտանգեց ինձ փրկելու համար մի դավադրությունից, որը դուք պլանավորել էիք ամիսներ շարունակ։ Գոհարը մնում էր Վարդանի կողքին, նրա դեմքը հանդարտ էր չնայած լարվածությանը։ Շաբաթներ շարունակ նա որպես հանցագործ էր ներկայացվել այն նույն լրատվամիջոցների կողմից, որոնք այժմ ականատես էին լինում նրա համարձակությանը։ Որոշ հյուրեր սկսում էին հիացական հայացքներ ուղղել երիտասարդ աղջկան, ով բացահայտել էր այդքան բարդ մի դավադրություն։ Մեհերը փորձեց մի վերջին հուսահատ քայլ։ Վարդանը ակնհայտորեն անկայուն է։ Այս ձայնագրությունները գեղձիկներ են պատրաստված այս աշխատողի կողմից մեր ընտանիքին շանտաժի ենթարկելու համար։ Հենց այդ ժամանակ Վարդանը ներկայացրեց ֆիզիկական ապացույցները, որոնք Գոհարը լուսանկարել էր կեղծված փաստաթղթեր, սուտ բժշկական զեկույցներ, արդեն ստորագրված մեկուսացման պայմանագրեր, յուրաքանչյուր թուղթ հիմնավորում էր դավադրության կոնկրետ ասպեկտները, որոնք ձայնագրությունները բացահայտել էին։ Պարոնայք բաժնետերեր, դիմեց Վարդանը ներկա գտնվող գործարար գործընկերներին, շաբաթներ շարունակ դուք զեկույցներ եք ստացել իմ մտավոր անկայունության մասին։ Այժմ գիտեք, որ այդ անկայունությունը արհեստականորեն ներշնչվել է այն մարդկանց կողմից, ովքեր երդվել էին ինձ սիրել պաշտպանել։ Հյուրերի արձագանքը աջող վրդովմունքն էր, շատերը Վարդանին ճանաչում էին տասնամյակներ շարունակ հարգելով նրա ամբողջականությունը գործարար հմտությունը։ Բացահայտելը, որ նա համակարգված կերպով թունավորվել է սեփական ընտանիքի կողմից, առաջացնում էր մի զայրույթ, որը գերազանցում էր պարզ սոցիալական անհավանությունը։ Անահիտն ու Մեհերը հասկացան, որ իրենց վիճակը դարձել է անտանելի, որոշ հյուրեր արդեն հեռախոսով կապ էին հաստատում փաստաբանների հետ, մյուսները քննարկում էին իրավական միջոցները, որոնք պետք է անհապաղ ձեռնարկվեին, խնջույքը, որը պետք է նշեր նրանց հաղթանակը, վերածվել էր նրանց հանցագործությունների հրապարակային բացահայտմանը։ Առանձնատանը տեղի ունեցած բացահայտմանը հաջորդած շաբաթները լիովին փոխեցին բոլոր ներգրավվածների կյանքը։ Անահիտն ու Մեհերը բախվեցին քրեական հետաքննությունների ունեցվածքի յուրացման փորձի, փաստաթղթերի կեղծման վերահսկվող նյութերի խարդախ կիրառման համար։ Փաստաբանը, ով օգնել էր նրանց, նույնպես պատասխանատվության ենթարկվեց մեղսակցության կեղծ փաստաթղթերի պատրաստման համար։ Վարդանը վերականգնել էր ոչ միայն իր առողջությունը, այլ իր բիզնեսի լիակատար վերահսկողությունը։ Բաժնետերերը, ովքեր ականատես էին եղել բացահայտումներին միջոցառման ժամանակ, անվերապահ աջակցություն էին ցուցաբերում, ոմանք առաջարկելով իրավական օգնություն երաշխավորելու համար, որ պատասխանատուները պատշաճ կերպով պատժվեն, ընկերությունը ոչ միայն պահպանեց իր կայունությունը, այլ աճ ապրեց շնորհիվ ճգնաժամի ժամանակ ցուցաբերված համարձակության ստեղծած դրական արձագանքի։ Գոհարը դարձավ համազգային հարգանք վայելող կերպար, նրա պատմությունը ոգեշնչում էր հեռուստատեսային հաղորդումներ, հոդվածներ ամսագրերում, նույնիսկ առաջարկներ կինոադապտացիաների համար, երիտասարդ աղջիկը, ով տարիներ շարունակ անտեսանելի էր եղել, այժմ հրավերներ էր ստանում դասախոսությունների բարոյական համարձակության սոցիալական պատասխանատվության մասին։ Համալսարանները առաջարկում էին լիարժեք կրթաթոշակներ ճանաչելով ոչ միայն նրա հերոսությունը, այլ նրա խելացությունն ու վճռականությունը։ Վարդուհին բազմապատիկ վերակտավ իր մասնագիտական արժանապատվությունը, հարանները, ովքեր նախկինում դատել էին նրան, այժմ հիացմունք էին հայտնում այն ձի համար, որով նա դաստիարակել էր այդքան համարձակ դստեր, աշխատանքի առաջարկները անընդհատ գալիս էին, ներառյալ առաջարկներ ազդեցիկ ընտանիքներից, ովքեր ցանկանում էին ունենալ նրա նման ապացուցված ամբողջականությամբ աշխատագիծներ։ Մի արոտ կեսօր, առանձնատան իրադարձություններից մոտ 1 ամիս անց, Վարդանը այցելեց Վարդուհուն Գոհարին նրանց համեստ տանը։ Նա չեկավ շքեղ մեքենաներով կամ անվտանգության աշխատագիծներով, այլ անձամբ վարելով մի համեստ մեքենա բերելով ծաղիկներ այն այգուց, որը անձամբ էր խնամել իր վերականգնման շրջանում։ Ես ձեզ համար մի առաջարկ ունեմ, ասաց Վարդանը նստելով այն փոքրիկ հյուրասենյակում, որտեղ անցկացրել էր իր ամենախոցելի պահերը։ Խոսքը աշխատանքի առաջարկների կամ ֆինանսական փոխհատուցումների մասին չէ, սա ավելի նշանակալից բան է։ Գոհարը Վարդուհին նրան լսում էին հարգալից ուշադրությամբ հետաքրքրված այն տղամարդու մտադրություններով, ում կյանքը իրենք այդքան դրամատիկ կերպով փոխել էին։ Վերջին ամսվա ընթացքում Վարդանը կանոնավոր այցելում էր ոչ թե որպես գործատու, այլ որպես մեկը, ով անգեղծորեն հետաքրքրված էր նրանց հեռանկարներով բարեկեցությամբ։ Ես ուզում եմ գործընկերություն առաջարկել, շարունակեց Վարդանը նկատելով նրանց զարմացած արտահայտությունները։ Ոչ թե տիրոջ աշխատողի միջ, այլ մարդկանց միջ, ովքեր կիսում են ազնվության հավատարմության հիմնարար արժեքները։ Վարդանը բացատրեց, որ որոշել է լիովին վերակառուցել իր անձնական մասնագիտական կյանքը, այն դավաճանությունը, որ նա գրել էր, սովորեցրել էր նրան միայն սոցիալական կարգավիճակի ֆինանսական հարմարավետության վրա հիմնված հարաբերությունների մագերեսայնության մասին, նա ցանկանում էր կառուցել վավերական հարաբերություններ մարդկանց հետ, ովքեր բնավորություն էին դրսորել վճռական պահերին։ Գոհար, դու փրկեցիր ոչ միայն իմ կյանքը, այլ իմ արժանապատվությունը, ասաց նա անգեղծ հույզով, կցանկանայի առաջարկել հնարավորություն միասին կառուցելու ապագա հիմնված փոխադարձ հարգանքի ընդհանուր արժեքների վրա։ Այն առաջարկը, որ Վարդանը ներկայացնում էր, հեղափոխական էր իր պարզությամբ, նա մի փոքրիկ սեփականություն էր ձեռք բերել Դիլիջանում հերու մայրաքաղաքի Երուզերից առանձնատան ցավոտ հիշողություններից,
Նա ցանկանում էր այդ վայրը վերածել մասնագիտական կրթական կենտրոնի ցածր եկամուտ ունեցող երիտասարդների համար, առաջարկելով տեխնիկական դասընթացներ անձնական զարգացման հնարավորություններ։ Գոհարը կլիներ նրա գործընկերը այդ նախագծում ոչ թե որպես աշխատակից, այլ որպես համահիմնադիր կրթական տնօրեն, նրա հաղթահարման անձնական փորձը կծառայեր որպես ոգեշնչում այլ երիտասարդների համար, ովքեր բախվում էին նմանատիպ դժվարությունների, Վարդանը կֆինանսավորեր նախագիծը, բայց Գոհարը կունենար լիակատար ինքնավարություն մշակելու կրթական մեթոդաբանություններ ծրագրեր։ Իսկ Տիգին Վարդուհին կլինի մեր գլխավոր կառավարիչը, ավելացրեց Վարդանը դիմելով Գոհարի մորը։ Ձեր գազམ་ակերպչական փորձը անձնական ամբողջականությունը հենց այն են, ինչ մեզ պետք է երաշխավորելու համար, որ նախագիծը պատշաճ կերպով աշխատի։ Վարդուհին զգում էր արդյունքները աչքերում հասկանալով, որ Վարդանը առաջարկում է ոչ միայն աշխատանք, այլ հնարավորություն կառուցելու ինչ-որ նշանակալից բան այլ ընտանիքների համար, ովքեր բախվում էին տնտեսական դժվարությունների, դա կլիներ միջոց իրենց տառապանքի փորձը վերածելու այլ մարդկանց օգնելու գործիքի։ Գոհարը խորապես մտորում էր առաջարկի շուրջ, համազգային փառքի շաբաթներից հետո նա գայթակղիչ առաջարկներ էր ստացել հեղինակավոր համալսարաններից, բազմազգ ընկերություններից նույնիսկ առաջարկներ գիրք գրելու իր փորձի մասին։ Սակայն այդ հնարավորություններից ոչ մեկը չէր առաջարկում ուղղակի սոցիալական ազդեցության հնարավորություն, որը Վարդանն էր առաջարկում։ Համաձայն եմ, պատասխանեց Գոհարը աջող համոզմունքով, բայց մի պայմանով։ Նախագիծը պետք է ներառի հատուկ ծրագրեր տնային աշխատողների երեխաների համար։ Ես ուզում եմ, որ մյուս երեխաները ունենան այն հնարավորությունները, որոնց ես հասնելու համար տարիներ պահանջվեցին։ Վարդանը ժպտաց անգեղծ հավանությամբ, այն պայմանը, որ Գոհարը սահմանում էր, դրսորում էր, որ նրա դրդապատճառները մնում էին կենտրոնացած սոցիալական արդարության, այլ ոչ թե անձնական օգուտների վրա։ Դա հենց այն գործընկերության տեսակն էր, որ նա ցանկանում էր կառուցել հիմնված ընդհանուր նպատակների սոցիալական փոփոխություններին նվիրվածության վրա։ Վարդուհին նույնպես ընդունեց առաջարկը նշելով, որ կցանկանար կապ պահպանել տնային աշխատողների որոշ ընտանիքների հետ, որոնց ինքը ճանաչում էր առաջարկելով խորհրդատվություն աշխատանքային իրավունքների կրթական հնարավորությունների վերաբերյալ իրենց երեխաների համար։ Նրա անձնական փորձը արժեքավոր կլիներ նմանատիպ իրավիճակներում գտնվող այլ կանանց ուղղորդելու համար։ Հաջորդ ամիսների ընթացքում Էրիակը ինտենսիվ աշխատեց կրթական կենտրոնի իրականացման վրա։ Վարդանը խորը գոհունակություն գտավ այն նախագծերում, որոնք ուղղակիորեն օգուտ էին բերում կարիքավոր համայնքներին կտրուկ հակասելով շահույթի հետապնդմանը, որը գերիշխել էր նրա նախորդ կարիերայում։ Գոհարը մշակեց նորարարական ծրագրեր, որոնք համատեղում էին տեխնիկական կրթությունը ինքնագնահատականի սոցիալական գիտակցության զարգացման հետ։ Վարդուհին համակարգում էր լոգիստիկ ասպեկտները այնպիսի արդյունավետությամբ, որը մշտապես տպավորում էր Վարդանին, նրա գազམ་ակերպչական կարողությունը ուշադրությունը մանրուքների նկատմամբ, որոնք զարգացել էին տնային աշխատանքի տասնամյակների ընթացքում, իդեալական էին բարդ կրթական նախագիծը կառավարելու համար։ Կենտրոնը բացվեց պարզ, բայց հուզականորեն նշանակալից արարողությամբ, Վարդանը հատուկ շեշտեց, որ Գոհարը Վարդուհին իր գործընկերներն են, այլ ոչ թե աշխատագիցները։ Ներկա լրագրողները ընդգծում էին ավանդական գործարարի վերափոխումը սոցիալական ձեռնարկատիրոջ ոգեշնչված մի երիտասարդ աղջկա կողմից, ով ամեն ինչ վտանգել էր արդարությունը պաշտպանելու համար։ Իր բացման ելույթի ժամանակ Վարդանը խորում էր այն դասերի մասին, որոնք սովորել էր։ Տասնամյակներ շարունակ ես հավատում էի, որ հաջողությունը նշանակում է հարստություն սոցիալական կարգավիճակ կուտակել։ Ես բացահայտեցի, որ իրական հաջողությունը փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններ կառուցելն է հասարակության մեջ դրական փոփոխություններին նպաստելը։ Գոհարը նույնպես խոսեց դիմելով հատկապես ներկա երիտասարդներին։ Դուք բոլորդ ունեք ներուժ փոխելու ձեր իրականությունը։ Երբեմն ճիշտ վարվելու համար անհրաժեշտ համարձակությունը կարող է անհնարին թվալ, բայց փոքր ազնիվ գործողությունները կարող են հսկայական փոփոխություններ առաջացնել։ Վարդուհին իր կարճ, բայց հուզիչ ելույթում շնորհակալություն հայտնեց լուր աշխատանքի տարիները սոցիալական վերափոխման գործիքի վերածելու հնարավորության համար։ Տասնամյակներ շարունակ ես տներ եմ մաքրել ընտանիքների մասին հոգ տարել։ Այժմ ես կարող եմ օգնել կառուցելու ավելի արժանապատիվ ապագա այլ ընտանիքների համար։ Անահիտն ու Մհերը մինչդեռ բախվում էին իրենց գործողությունների իրավական հետանքներին։ Անահիտը գործրել էր ոչ միայն այն ունեցվածքը, որը փորձել էր յուրացնել, այլ այն սոցիալական հեղինակությունը, որը մշակել էր տարիներ շարունակ, Մհերը բացահայտել էր, որ դավաճանության վրա հիմնված գործարար հիացմունքը անկայուն է, երբ ճշմարտությունը բացահայտվում է։ Ամիսներ անց կրթական կենտրոնում մի խաղաղ կեսօր Վարդանը Գոհարը քայլում էին այն այգիներով, որոնք միասին էին մշակել։ Այդ վայրը դարձել էր հույսի օազիս տասնյակ երիտասարդների համար, ովքեր այնտեղ գտել էին հնարավորություններ, որոնք նախկինում անհնարին էին թվում։ Երբեմն մտածում եմ, թե որքան տարբեր կլիներ մեր կյանքը, եթե դու լռեիր, մեկնաբանեց Վարդանը հետելով մասնագիտական սեմինարներին մասնակցող ուսանողներին։ Գոհարը ժպտաց այն հասունությամբ, որը զարգացրել էր վերջին ամիսների ընթացքում։ Չեմ կարող պատկերացնել, որ այլ որոշում կայացրած լինեի։ Նույնիսկ իմանալով այն դժվարությունների մասին, որոնց պետք է բախվեինք, հավատում եմ, որ ճիշտ վարվելը միակ հնարավոր տարբերակն էր։ Վարդանը համաձայնեց գիտակցելով, որ Գոհարի համարձակությունը փրկել էր ոչ միայն իր կյանքը,
այլ իր հոգին, մտերիմ մարդկանց դավաճանության պատճառով ամեն ինչ կորցնելու վտանգի փորձը նրան սովորեցրել էր վավերական հարաբերությունների նշանակալից նպատակների արժեքը։ Վարդուհին հեռվից հետում էր զրույցին խորը հպարտություն զգալով դստեր համար, ում մեծացրել էր այդքան սիրով նվիրվածությամբ, տեսնել Գոհարին ծաղկելիս մի միջավայրում, որտեղ նրա որակները ճանաչվում գնահատվում էին, ներկայացնում էր այն երազանքների իրականացումը, որոնք նա սնուցել էր լուր աշխատանքի տարիների ընթացքում։ Կրթական կենտրոնը շարունակում էր աճել գրավելով ազգային միջազգային կազմակերպությունների ուշադրությունը, որոնք հետաքրքրված էին մոդելը այլ տարածաշրջաններում կրկնօրինակելու հարցում։ Վարդանը, Գոհարը Վարդուհին կառուցել էին մի բան, որը գերազանցում էր իրենց անձնական փորձը ստեղծելով մի կառույց, որն ունակ էր դրականորեն ազդել հարյուրավոր կյանքերի վրա։ Համազգային հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ մի լրագրող հարցրեց Վարդանին իր ապագա պլանների մասին։ Նրա պատասխանը կատարելապես ամփոփում էր այն վերափոխումը, որ նա ապրել էր։ Իմ ապագան հնարավորություններ ստեղծելն է այն մարդկանց համար, ովքեր, ինչպես Գոհարը, ունեն արտասովոր ներուժ, բայց կարիք ունեն շանսերի դա դրսևորելու համար։ Ես բացահայտեցի, որ իրական հարստությունը կրթության փոխադարձ հարգանքի միջոցով վերափոխվող կյանքեր տեսնելն է։ Գոհարը նույն հարցազրույցում երախտագիտություն էր հայտնում իր անցած ճանապարհի համար։ Ես սովորեցի, որ համարձակությունը վախի բացակայությունը չէ, այլ ճիշտ գործելը չնայած վախին։ Մեր պատմությունը ապացուցում է, որ վճռական մարդիկ կարող են հաղթահարել դժվարին հանգամանքները, երբ աջակցում են միմյանց ազնվությամբ հարգանքով։ Վարդանի Գոհարի պատմությունը դարձավ համազգային օրինակ այն բանի, թե ինչպես վավերական հարաբերությունները կարող են առաջանալ ամենաանսպասելի իրավիճակներից, հզոր գործարարը անտեսանելի երիտասարդ աղջիկը կառուցել էին մի գործընկերություն հիմնված ընդհանուր արժեքների վրա ցույց տալով, որ իրական սոցիալական վերափոխումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տարբեր ծագում ունեցող մարդիկ միավորվում են հանուն ընդհանուր նպատակների։ Տարիներ անց կրթական կենտրոնը շարունակում էր աճել ազդելով հազարավոր կյանքերի վրա ոգեշնչելով նմանատիպ նախագծեր ամբողջ երկրում։ Վարդանը, Գոհարը Վարդուհին ապացուցել էին, որ արդարությունը կարեկցանքը կարող են գերակայել դավաճանության ագահության նկատմամբ կառուցելով մի ժառանգություն, որը գերազանցում էր տառապանքի փրկության իրենց անձնական փորձը։ Կրթական կենտրոնի բացումից 2 տարի անց Վարդանը Գոհարը քայլում էին առանձնատան նույն ծառուղով, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Սեփականություն այժմ պատկանում էր պետությանը վերածված արդարադատության թանգարանի, որը պատմում էր այն մասին, թե ինչպես էր մի համարձակ երիտասարդ աղջիկ բացահայտել մայրաքաղաքում երբեք գրանցված ամենաբարդ դավադրություններից մեկը։ Անահիտը գրել էր ընդամենը 18 ամսվա բանտարկություն, նախքան կիսաբաց ռեժիմի տեղափոխվելը, բայց նրա սոցիալական կյանքը հավերժ կործանվել էր։ Գործարար էլիտայից ոչ ոք կապ չէր պահպանում նրա հետ, այն քիչ ընկերությունները, որ մնացել էին, հիմնված էին խղճահարության, այլ ոչ թե հարգանքի վրա։ Մեհերը ստացել էր ավելի խիստ դատավճիռ ընկերության խարթախ կառավարմանը իր ակտիվ մասնակցության պատճառով մնալով բանտում ամբողջ ժամկետով։ Երբեմն դեռ մղձավանջներ եմ ունենում այդ գիշերվա մասին, խոստովանեց Գոհարը դիտելով երկրորդ հարկի պատուհանները, որտեղ ինքը ամեն ինչ վտանգել էր ապացույցները ձայնագրելու համար։ Արթնանում եմ մտածելով, որ գուցե սխալ որոշում եմ կայացրել, որ կարող էի ձեզ օգնելու այլց գտնել։ Վարդանը կանգ առավ նրբորեն բռնեց նրա ուսերից։ Գոհար, դու փրկեցիր իմ կյանքը մի ձով, որը գերազանցում է ֆիզիկականը։ Անահիտն ու Մեհերը ոչ միայն իմ ունեցվածքն էին գողանում, նրանք կործանում էին իմ բանականությունը, իմ ինքնությունը, մարդկանց վստահելու իմ ունակությունը։ Առանց քո համարձակության ես աստիճանաբար կանհետանայի գործնելով ոչ միայն իմ գույքը, այլ իմ սեփական հոգին։ Անցած 2 տարիների ընթացքում Վարդանը դարձել էր լիովին այլ մարդ, այն դաժան դավաճանությունը, որ նա գրել էր, զրկել էր նրան ցանկացած գոռոզությունից կամ մագերեսայնությունից, որ նա նախկինում ուներ։ Այժմ նա գնահատում էր յուրաքանչյուր վավերական հարաբերություն, ազնվության յուրաքանչյուր պահ, իսկական բնավորության յուրաքանչյուր դրսևորում։ Գոհարը նույնպես հասունացել էր այնպիսի ձեռով, որոնք ինքը երբեք հնարավոր չէր համարել, այն ամաչկոտ աղջիկը, ով լրակյաց աշխատում էր առանձնատանը, դարձել էր համազգային հարգանք վայելող մանկավարժ, բարոյական համարձակության սոցիալական վերափոխման մասին դասախոսություններ կարդալու համար հրավիրվող մասնագետ, սակայն, չնայած ողջ փառքին, նա հիմնարար առումով մնացել էր նույն մարդը վճռական, արդար խորապես նվիրված խոցելիների պաշտպանությանը։ Հիշում եք, երբ ասացիք, որ ես անտեսանելի եմ, հարցրեց Գոհարը տխուր ժպիտով, տարիներ շարունակ ես հավատում էի, որ անտեսանելիությունը իմ միակ բնորոշիչ հատկանիշն է։ Այժմ հասկանում եմ, որ այդ անտեսանելիությունը թույլ տվեց ինձ տեսնել ճշմարտություններ, որոնք ուրիշները անտեսում էին։ Վարդանը ժպտաց անգեղծ հիացմունքով։ Քո ենթադրյալ անտեսանելիությունը իրականում լուր իմաստության մի ձեր։ Դու տեսնում էիր ելույթներից այն կողմ, այն ներկայացումներից այն կողմ, որոնք բոլորը մատուցում էին։ Մինչ ես հավատում էի, թե կատարելապես ճանաչում եմ Անահիտին Մեհերին, դու նկատում էիր հակասություններ, անհամապատասխանություններ, որոնք իմ գոռոզությունը թույլ չէր տալիս ինձ տեսնել։ Նրանք ուղղվեցին դեպի այն փոքրիկ սրճարանը, որտեղ կանոնավոր հաճախում էին վերջին ամիսների ընթացքում մի պարզ վայր, որտեղ կարող էին զրուցել առանց ավելորդ ուշադրություն գրավելու։ Վարդանը սովորել էր գնահատել համեստ միջավայրերը,
որտեղ վավերական հարաբերությունները բնականորեն ծաղկում էին հակադրվելով այն նրբաճաշակ ռեստորաններին, որտեղ նա տարիներ էր անցկացրել մագերեսային կապեր մշակելով։ Վարդուհին նրանց կմիանար ավելի ուշ, ինչպես անում էր ամեն հինգշաբթի, սկսած այն օրվանից, երբ նրանք հաստատել էին այդ ընտանեկան ավանդույթը։ Երեքով մշակել էին շաբաթական մեկ անգամ միասին ընթրելու ծիսակարգ, կիսվելով կրթական կենտրոնում կատարված աշխատանքի մասին մտորումներով, պլանավորելով նախագծի ապագա ընդլայնումները։ Մայրս երեք ինձ մի հետաքրքիր բան ասաց, մեկնաբանեց Գոհարը, մինչ նրանք սպասում էին իրենց պարզ ըմբելիքներին։ Նա ասաց, որ վերջապես հասկանում է, թե ինչու ենք դուք ես այդքան խորը կապված, ըստ նրա երկուսս էլ դավաճանություն ենք ապրել այն մարդկանց կողմից, ովքեր պետք է մեզ պաշտպանեին։ Վարդանը խորհեց Վարդուհու խորաթափանց դիտարկման շուրջ։ Մայրդ իրավացի է, Անահիտն ու Մհերը ինձ դավաճանեցին հաշվենկատ դաժան ձով։ Բայց դու դավաճանվեցիր այլ կերպ այն հասարակության կողմից, որը քեզ անտեսանելի դարձրեց, այն էլիտայի կողմից, որը անտեսում էր քո արժեքը, այն համակարգի կողմից, որը սահմանափակ հնարավորություններ էր առաջարկում քո իրավիճակում գտնվող մարդկանց համար։ Վերջին տարվա ընթացքում Վարդանը անձամբ հովանավորել էր Գոհարի համալսարանական ուսումը ոչ թե որպես բարեգործություն, այլ որպես ներդրում մի գործընկերոջ մեջ, ով բացառիկ կարողություններ էր դրսևորել։ Նա առավոտյան սովորում էր սոցիալական մանկավարժություն, իսկ կեսօրին ղեկավարում էր կրթական կենտրոնը հավասարակշռելով ակադեմիական տեսությունը գործնական փորձի հետ։ Այն, ինչ ինձ ամենաշատն է տպավորում մեր գործընկերության մեջ, ասաց Վարդանը պատուհանից դիտելով փողոցի շարժը, այն է, թե ինչպես կարողացանք կառուցել մի հարաբերություն հիմնված անկեղծ փոխադարձ հարգանքի վրա։ Մեր մեջ չկա հիերարխիա, կա համագործակցություն, չկա ֆինանսական կախվածություն, որը կվտանգի մեր ազնվությունը, կա ընդհանուր նպատակ։ Գոհարը համաձայնեց հիշելով, թե ինչպես էր սկզբում վախենում, որ Վարդանը ի վերջո կվերադառնա իր նախկին վարքագծի մոդելներին։ Առաջին ամիսների ընթացքում նա սպասում էր գոռոզության վերադարձի նշանների, վերից նայող վերաբերմունքի, տնտեսական տարբերությունների վրա հիմնված ուժային դինամիկա հաստատելու փորձերի։ Խոստովանում եմ, որ ժամանակ պահանջվեց ձեր վերափոխմանը լիովին վստահելու համար, անկեղծորեն խոստովանեց Գոհարը։ Ես մեծացել էի տեսնելով, թե ինչպես են հարուստ մարդիկ վերաբերվում աշխատողներին մագերեսային քաղաքավարությամբ, որը թաքցնում էր իրական արամարանքը, ինձ ժամանակ պետք եղավ հավատալու համար, որ ձեր փոփոխությունը վավերական է, մշտական։ Վարդանը գնահատեց Գոհարի դաժան ազնվությունը մի հատկանիշ, որը նրա նախկին կյանքում շատ քիչ մարդիկ էին դրսևորում։ Անահիտը միշտ համաձայնում էր նրա կարծիքների հետ, Մհերը միշտ աջակցում էր նրա որոշումներին, իսկ նրա ծանոթների մեծ մասը առաջարկում էր միայն շահադիտական քծնանք, Գոհարը ընդհակառակը հարցականի տակ էր դնում նրա գաղափարները, մարտահրավեր նետում նրա ենթադրություններին առաջարկում հեռանկարներ, որոնք ստիպում էին նրան աճել մտավոր բարոյական առումով։ Դու ինձ սովորեցրիր, որ իրական հարստությունը չի չափվում կուտակված ունեցվածքով, այլ դրականորեն ազդված կյանքերով, ասաց Վարդանը անկեղծ հույզով, նախքան քեզ ճանաչելը ես իմ հաջողությունը չափում էի թվերով, շահույթներով, սեփականություններով, ներդրումներով, հիմա ես իմ հաջողությունը չափում եմ այն ուսանողների ժպիտներով, ովքեր հնարավորություններ են ստանում, այն ընտանիքներով, ովքեր հաղթահարում են տնտեսական դժվարությունները, այն երիտասարդներով, ովքեր բացահայտում են տաղանդներ, որոնք չգիտեին, թե ունեն։ Կրթական կենտրոնը դարձել էր ազգային օրինակ ցածր եկամուտ ունեցող երիտասարդների մասնագիտական կրթության ոլորտում։ Այլ մարզերից պատվիրակություններ պարբերաբար այցելում էին ուսումնասիրելու Գոհարի կողմից մշակված մեթոդաբանությունը, որը համատեղում էր տեխնիկական վերապատրաստումը ինքնագնահատականի սոցիալական գիտակցության զարգացման հետ, մոդելը կիրառվում էր 12 քաղաքներում միշտ Գոհարի անմիջական վերահսկողության ներքո որակի պահպանումը երաշխավորելու համար։ Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, թե ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե Անահիտին Մհերին հաջողվեր ձեզ մեկուսացնել, մեկնաբանեց Գոհարը պատկերացնելով այլընտրանքային սցենարներ։ Հավանաբար ես հավերժ անտեսանելի կմնայի աշխատելով այլ հարուստ ընտանիքների տներում, տեսնելով անարդարություններ, բայց առանց գործելու համարձակության։ Վարդանը սարսրած հաշվի առնելով այդ հնարավորությունը։ Իսկ ես հավանաբար կանհետանայի ինչ-որ հոգեբուժական կլինիկայում աստիճանաբար կորցնելով բանականությունս անհարկի դեղերի ազդեցության տակ, մինչդեռ նրանք կվայելեին այն ունեցվածքը, որը ես կառուցել էի տասնամյակների ընթացքում, քո համարձակ ընտրությունները երկուսիս էլ փրկեցին սարսափելի ճակատագրերից։ Վարդուհին ժամանեց ճիշտ ժամը 7-ին, ինչպես միշտ, իր հետ բերելով տնական քաղցրավենիքների մի փոքրիկ տոպրակ, որը նա հատուկ պատրաստել էր իրենց շաբաթական ընթրիքների համար։ Վերջին 2 տարիների ընթացքում նա դարձել էր ոչ միայն կենտրոնի կառավարիչը, այլ մայրական կերպար Վարդանի համար առաջարկելով այն անկեղծ քնքշանքը, որը նա երբեք չէր ստացել Անահիտից։ Ինչպես անցավ ձեր շաբաթը, հարցրեց Վարդուհին հարմար տեղավորվելով սրճարանի խորքում ամրագրված սեղանի մոտ հեռու հետաքրքրասեր հայացքներից, որոնք դեռ երբեմն հետում էին նրանց։ Վարդանը Գոհարը պատմեցին կենտրոնի առաջընթացի, իրենց հաղթահարած կառավարչական մարտահրավերների ծրագրերն ընդլայնելու պլանների մասին։ Վարդուհին լսում էր մայրական ուշադրությամբ առաջարկելով գործնական խորհուրդներ հիմնված տասնամյակների ընթացքում առանձնատներ կազմակերպելու աշխատագիծներին համակարգելու իր փորձի վրա։ Զրույցի ընթացքում Վարդանը նշեց մի առաջարկ, որ ստացել էր մի հրատարակչությունից, որը հետաքրքրված էր իր փորձի մասին գիրք հրատարակելով։
Վերջին 2 տարվա ընթացքում մի քանի հրատարակչություններ նմանատիպ առաջարկներ էին արել, բայց այս մեկը առաջարկում էր ինչ-որ տարբեր բան։ Գոհարը կլիներ պաշտոնական համահեղինակը, այլ ոչ թե պարզապես տեղեկատվության աղբյուրը։ Հավատում եմ, որ մեր պատմությունը կարող է ոգեշնչել այլ մարդկանց, ովքեր բախվում են նմանատիպ իրավիճակների, ասաց Վարդանը ոչ միայն ընտանեկան դավադրությունների զոհերին, այլ ցանկացած մեկին, ով պետք է համարձակություն գտնի ճիշտ վարվելու համար, նույնիսկ երբ հետանքները կործանարար են թվում։ Գոհարը դիտարկում էր առաջարկը այն վերլուծական խնամքով, որը նա կիրառում էր բոլոր կարևոր որոշումների նկատմամբ։ Եթե որոշենք գրել այս գիրքը, մենք պետք է երաշխավորենք, որ հիմնական ուղերձը լինի անհատական հզորացման սոցիալական պատասխանատվության մասին։ Ես չեմ ուզում, որ մեր պատմությունը ռոմանտիկացվի կամ պարզեցվի։ Վարդուհին լիովին աջակցում էր գաղափարին առաջարկելով, որ շահույթի մի մասը ուղղվի նոր կրթական կենտրոնների ֆինանսավորմանը։ Դուք հնարավորություն ունեք ցավոտ փորձը վերածելու սոցիալական փոփոխության գործիքի։ Դա մի պատասխանատվություն է, որը չպետք է անտեսեք։ Ընթրիքի ավարտին, երբ նրանք քայլում էին խաղաղ փողոցներով դեպի իրենց տները, Վարդանը մի դիտարկում արեց, որը կատարելապես ամփոփում էր այն վերափոխումը, որ նրանք միասին ապրել էին։ Գոհար, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ Անահիտն ու Մհերը ակամա ինձ մատուցեցին իմ կյանքի ամենամեծ նվերը։ Նրանք ինձ ստիպեցին բացահայտել, թե ով ես դու իրականում։ Գոհարը ժպտաց իր զարգացրած հուզական հասունությամբ։ Իսկ դուք ինձ առաջարկեցիք մի բան, որը ես երբեք հնարավոր չէի համարել հնարավորություն անտեսանելիության տարիները վերածելու ուժի օգնելու ուրիշներին, ովքեր իրենց նույնքան անտեսված են զգում հասարակության կողմից։ Այդ գիշեր Վարդուհուն հրաժեշտ տալուց հետո Վարդան ու Գոհարս մի քանի րոպե մնացին զրուցելու փողոցի լապտերների մեղմ լույսի ներքո։ Այդ պահի մեջ ինչ-որ հանդիսավոր բան կար։ Կարծես երկուսն էլ հասկանում էին, որ վերջնականապես փակում են իրենց կյանքի մի գլուխը սկսելու համար լիովին նորը։ Շնորհակալություն ինձ վստահելու համար, երբ ես ընդամենը մի անտեսանելի աշխատող էի, ասաց Գոհարը, նրա ձայնը լցված էր անգեղծ երախտագիտությամբ։ Վարդանը պատասխանեց նույն անգեղծությամբ։ Շնորհակալություն ամեն ինչ վտանգելու համար փրկելու մի տղամարդու, ով նույնիսկ չէր նկատում քո գոյությունը։ Դու ինձ սովորեցրիր, որ իսկական հերոսությունը հաճախ գալիս է անսպասելի վայրերից։ Նրանք գրկախառնվեցին երկու մարդկանց խորը քնքշանքով, ովքեր կիսել էին ծայրահեղ փորձություններ դուրս եկել դրանցից որպես ընտրյալ ընտանիք միավորված ոչ թե արյունով կամ հարմարավետությամբ, այլ ընդհանուր արժեքներով անգեղծ փոխադարձ հարգանքով։ Պատմության ավարտ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Վարդանի Գոհարի այս պատմությունը դիպչեց ձեր սրտերին նույնքան, որքան մերը, մի պատմություն համարձակության, արդարության այն մասին, թե ինչպես տարբեր ծագում ունեցող մարդիկ կարող են միավորվել վերափոխելու իրենց իրականությունը դրականորեն ազդելու հասարակության վրա։ Եթե այս պատմությունը հուզեց ձեզ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին ավելի ոգեշնչող պատմությունների համար, որոնք նշում են մարդկային բնավորության ուժը, թողեք ձեր լայքերն ու մեկնաբանությունները պատմելով, թե ինչպես այս պատմությունը ստիպեց ձեզ մտորել բարոյական համարձակության վավերական հարաբերությունների մասին։ Կիսվեք ընկերների հետ, ովքեր կարիք ունեն հիշեցման, որ ազնիվ գործողությունները, նույնիսկ երբ փոքր են թվում, կարող են առաջացնել արտասովոր վերափոխումներ, կհանդիպենք հաջորդ պատմության ժամանակ։